Ողջույն բարեկամներ, եւս մեկ օրով մոտեցավ քվեարկության օրը։ Ես չեմ հիշում իմ ամբողջ ապրած 54 տարիների ընթացքում, որ ես այսքան սպասեմ այդ քվեարկության օրվանը։ Թերևս մենակ 91 թվականի երևի անկախության հանրաքվեներն էր սեպտեմբերի 21-ին, որ այսքան իմ համար կարևոր էր, ու ես սրտացով սպասում էի նրան։ Դրանից հետո ես այս զգացումը երբեք չեմ ունեցել։ Եթե 91 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության այդ հանրաքվեն մեզ պետք է բերեր անկախություն, ամենայն հավանականությամբ, որտեվ ժողովրդի խանդավառություն ազգային այդ ոգին բարձրացած, այդ մթնոլորտը շիկացած, դա ուրիշ բան է։ Մենակ այդ օրը ապրածները կարող են նկարագրել, բառերով հնարավոր չի նկարագրել այդ օրերը։ Եթե դա ինչ-որ նորի սկիզբ էր, իսկ ես ընդամենը այդ ժամանակ 19 տարեկան երիտասարդ էի, զգում էի ինչ-որ մի շատ կարևոր բան է կատարվում, չափազանց կարևոր, բայց ամբողջ մասշտաբները չի կարող պատկերացնել։ Իսկ հիմա 54 տարեկան հասակում, երբ հասկանում ես, այս ընտրությունները ինչով կարող են ավարտվել եւ ավարտվելուց հետո վատ հետևանքով, ինչով կարող է ավարտվի այդ արդյունքները իրականում, մտածում ես, որ պետք է ամեն ինչ անես, անհնարինն անես, որ չկորցնես այն, ինչ որ 91 թվականի սեպտեմբերի 21-ին այդքան դժվարությամբ ձեռք ես բերել։ Չգիտեմ, ես կարողացա բացատրել այն ապրողները, որ ունեմ, թե ոչ։ Թերևս ինձ կհասկանան մենակ նրանք, ովքեր այս ամբողջ պատմական ընթացքը գիտակցաբար են ապրել։ Այո, իսկն եղել են ընտանիքում եւ հիմա կան, եւ հիմա իրոք զգում են կամ հասկանում են ինչ որ ես եմ փորձում նկարագրել։ Ամեն ինչ այդքան վատ չի, որովհետեւ երբ որ ես խոսում եմ մի քիչ անդառ տոնայնությունով, ասում են ընկճված ես երևում։ Չէ, ընկճված չեմ, ուղղակի փորձում եմ չկորցնել հանգստությունս, որովհետեւ դեռ կռիվն առջևում է։ Սկսելու համար ուղղակի ուզում եմ ձեզ հիշեցնել, որ բաժանորդագրվեք Patreon-ին, հետևեք այնտեղ, որովհետև այն ինչ որ սկսել է հունիսի 8-ից սկսվելու է այստեղ, որտեղ հունիսի 7-ով անկախ ընտրությունների արդյունքներից չի ավարտվում։ Չի ավարտվում Հայաստանի պատմությունը։ Նույնիսկ եմ ասում, անկախ ընտրությունների արդյունքից չի ավարտվում։ Մենակ մի բան է պետք է ապահովել հունիսի 7-ին, որ դա չլինի Հայաստանի Հանրապետության մեր պետականության վերջնակետը։ Իսկ դա Նիկոլի հաղթանակն է։ Եվ այսպես բաժանորդագրվեք, դառեք մասը մեծ շարժման եւ ձեր ներդրումը կատարեք մեր այս մեդիա պայքարին։ Ինչպես տեսնում եք այն վերևի փոքրիկ կետերը տեսնում եք, դրանք բոլոր այն թեմաներն են, որոնք ես մասին այսօր պետք է խոսանք։ Դրանք 4-5 անգամ ավելի շատ էին։ Ես ֆիլտրել եմ, դասավորել եմ, թողել եմ այսքանը, որ հնարավոր լինի 1 ժամ կամ ժամ ու կեսում անդրադառնալ ամենակարևոր թեմաներին, որպեսզի պատկերացնենք ուր ենք մենք, ուր ենք գնում եւ ինչա պետք անել։ Եվ այսպես Հայաստանում թուրքեր են պատտվում իրենց թուրքական անձնագրով, փաստորեն, օրը մի տեղ կանգնում է, գիշերում է, դուրս է գալիս, վատ կոմենտներ է գրում, ու վերջնել հերճում էլ ասում է, որ Ղարսն ու Արարատը դրանք թուրքական լեռներ են։ Գիտեք, ես ում հասկանամ, ինչով է զբաղված Հայաստանի ազգային անվտանգությունը։ Չնայած ես հասկանում ինչով է զբաղված։ Անդիմադիրների կամ ոչ անդիմադիրների հեռախոսը լսելով։ Ու նրանք թքած ունեն ինչա կատարվում, կամ նույնիսկ սա կարող է կատարվում հենց իրենց վերահսկողության տակ։ Երբ իրանք էլ ցուցակտվել են, ոչ հյուրանոցներ գնա, նույնիսկ գուցե ապահովում են սրա անվտանգությունը։ Ես դա էլ չեմ բացառում, որովհետև այն ինչ որ ես քիչ հետո ես մասին խոսալու ենք, ցույց է տալու, ապացուցելու է, որ այս ամեն ինչի թիկունքում ի սկզբանե կանգնած է եղել Հայաստանի, այսպես ասած, անվտանգության ծառայությունը։ Ինչա բացահայտում Փաշինյան Նիկոլը, օրական մի անակնկալով, որ եթե Տիգրան փոխանակեն կարծրատիպով, կկորցնենք մեր ռազմավարական դիրքերը։ Բայց կտոնենք բարոյական հաղթանակ։
Սա ուզում ասեն անկլավները, որ ինքը տալու է, բայց մի քիչ հետո կեն հերքի որպես բան կա, դա լինել է մեզ համար բարոյական հաղթանակ։ Ես վստահ եմ, որ Հայաստանում կգտնվի մի շերտ, ես չեմ ուղղակի ուզում դրած բնորոշեմ, դուք պատկերացրեցիք ինչ շերտ, որ ինքը կլսի ու կսկսի մտածել, որ կարող է տարածքը տալը դա բարոյական հաղթանակ է։ Վստահ եղեք, այդպես շերտ կա Հայաստանում, առնվազն 10%։ Եվ հենց այդ շերտի ներկայացուցիչներն են բացառապես լսում Փաշինյան Նիկոլին ու լուրջ վերաբերվում են, հա։ Իսկ հետաքրքիր է, պատկերացնում եք ինչ բարոյական ծանրության հաղթանակ է լինելու, երբ որ ինքը ասենք նույն ձևի տա, Սյունիքը, Գեղարքունիքը, Վայքը, մի օր Երևանը, ինչու ոչ։ Դուք պատկերացնում եք բարոյական ինչպիսի հաղթանակ է լինելու, ուղղակի պետքա ճշտել այդ բարոյական հաղթանակը ում համար է։ Մենք մեծ մոլորության մեջ ենք, որ երբ որ սա ասում է մենք մտածում ենք ինքը մեր մասին է ասում։ Ոչ, այդ ասում մենք, դա թուրքերն են։ Եվ ասա մեզ համար, դա թուրքերի համարն է։ Ամենամեծ մոլորությունն է, որ մենք սրան նույնականացնում ենք մեր ազգի հետ։ Ես գիտեմ շատերի համար դա դժվար է, հոգեբանորեն պատկերացնել, որ մեկը կարող է խոսա հայերեն, ասի մենք, բայց ի նկատի ունենա թուրքերի, բայց ժողովուրդ ջան, այս մարդը դրա համար ամեն ինչ արել է, անհնարինն է արել, որ մենք հասկանանք դրա իսկությունը։ Հիմա ուզում եմ լսեք ինք իրեն ոնց է հերքում։ Ինք իրեն։ Հանձնում եք չգինեմ ինչ։ Երկրորդ Google Earth-ը ինչքան գոյություն ունեցել է, տանում է տեղարկել։ Այլ բան, որ ոմանք նոր են նկատել դրա մասին։ Սուտ ասում։ Երկրորդը ասում եք քաղաքացու հարցինի պատասխան դուք ասացիք հանձնում եք չգինեմ ինչ։ Երկրորդը սուտ է։ Հասկանում եք, այդ կուլտուրան, որ կարելի է նույնիսկ ուղիղ եթերում հնչացը։ Լսում եք, դասես որ ասում եք հանձնում եք, դա սուտ եք խոսում։ Հիմա կսկսի լրագրողներին սուտ խոսելու մեջ մեղադրել։ Հետո ինք իրեն կհերքի։ Այս իրա խոսքերն է, իմ խոսքերը չի։ Որ տանք, դա կլինի մեր համար բարոյական հաղթանակ։ Ընդ որում ասեմ, Արծվաշենի մասին ոչ մի խոսք չկա, ոչ մի բանակցության մեջ։ Ինքը արդեն Արծվաշենը ստանալու համար տվել է Բաղանից ոսկեպար, տվել է Գորիսի ճանապարհները, տվել է Ջերմուկի այն տարածքները, որոնց մասին ընդհանրապես չի խոսում։ Կարծես Հայաստանի տարածքը օկուպացված չի։ Լսենք շարունակությունը։ Դարձնել սուտ, այդ կուլտուրայի մասին դուք պետք է խոսեք։ Ասում եք դուք սուտ եք ասում։ Ես իմ բաներն եմ ուզում սրան ասեմ, էլի փակ տարածքներում գլխարկ են դնում կամ հոգևորականները, կամ կանայք։ Ուզում հասկանամ սա ով է։ Էթիկան դա է պահանջում, էլի, կամ զինվորականը, նույնիսկ կարծում զինվորականներն չեն։ Բայց սան հարցրեք, ինքը ով է այս բանակարի։ Ըստ էթիկայի։ Ու ինքը նես չի ասենք, որ պիցայի առաքիչ է, էլի, պիցան բերել է, այս իր բանը, յունիֆորման է, գլխարկը վրա։ Լրագրողներ ջան, այդ հարցրեք, փակ տարածքներում էթիկայի կանոնների համաձայն տղամարդիկ գլխարկ չեն դնում։ Դու կամ տղամարդ չես, կամ դու թքած ունես նրա վրա։ Սուտ, ձեր հարցը տալիս եք, որ լրատվամիջոցից եք դուք, հանը ոչ մի զարմանալի բան չկա։ Ասում եք դուք սուտ եք ասում, այն ինչ որ դուք ասիք, ձեր հարցի երկու բազային դրույթը սուտ է։ Լսեք։ Արադ Միրզոյանը ասում է, որ մենք անդրավներ տարածքներ ունենք Հայաստանի տարածքում, ասեք, որ տարածքների մասին է։ Հիմա այդ ուղղակի բոլորս իմանանք, բոլորը քվեարկելով մի քիչ տարածքներ անցնել ունենք։ Ոչ մի տարածքի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան որևէ տարածքի մասին լինել չի կարող։ Լսեցիք, բանալի բառը Հայաստանի ինքնիշխան տարածքի ոչ մի։ Հետո կասի, դա ինքնիշխան տարածքի մեջ չի մտնում։ Հետո վկայակոչի Google Earth-ին կասի, շուտ Google-ի մեջ գրած է։ Չարքի, դա Հայաստանի ինքնիշխան տարածքը չէր։ Ես ինչ որ ասել էի, Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին էի ասել։ Մի րոպե նայեք, մենք ինքներս ունենք խնդիր։ Արծվաշենը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, եւ եթե մենք հրաժարվենք, չենք կարող ասենք հրաժարվել, չենք կարող ասել Արծվաշենը չկա։ Հիմա ինչպես չենք կարող հրաժարվել, բայց մեր տարածքում Բայց դու երբևէ լսել եք Արծվաշենի մասին խոսք լինի։
Կասեք որ տարածքն է, որ ուղղակի իմանանք, էլի որտեղ ենք։ Ադրբեջանի 3 տարածքները, որը Վարխուդարլի, Խելեմլի Եվ նույն ժամանակ լրագրողների մեղադրումը սուտ խոսալու մեջ։ Այսօր ես մի քանի րոպե ստացել եմ հետաքրքիր տեսանյութ, ուզում եմ ձեզ ցույց տամ սա։ Let me be direct with you from the outset, because the situation unfolding between Armenia and Iran demands directness. What we are witnessing is not a routine diplomatic agreement. It is not another regional partnership announcement buried in the back pages of international news. What we are witnessing is a fundamental realignment of security architecture in the South Caucasus that will echo across decades. Ճիշտ ներկայացնեմ, ով է խոսողը, խոսող դոկտոր Մարանդինը, բարձրաստիճան ղեկավար Իրանից, շատ գրագետ, որ ասում է, որ այն ինչ որ մենք ստորագրել ենք Հայաստանի հետ, արդեն դա ձևավորում է ամբողջ տարածաշրջանի ռազմավարական նոր կառուցվածքը, նոր ճարտարապետություն, իրանք սենց են ասում։ Սա բնականաբար ես ուզում եմ, սա արհեստական բանականությամբ սարքած վիդեո է, այո, ինքն է դեմքով, բայց ձայնը Իրանը չի, դիկցիան Իրանը չի, դա արհեստական բանականություն։ Ում է սա պետք։ 715 ընդամենը բաժանորդ ունի այս կայքը։ Ով է սարքել սա։ Այն ինչ որ ինքը ասում է, որ Հայաստանն ու Իրանը ընդհանուր սահման ունեն, ընդհանուր շահեր ունեն, մենք մեր վրա կվերցնենք Հայաստանի օդային պաշտպանությունը, մի խոսքով Ադրբեջանը ու Թուրքիան երբեք չեն կարող արձակվել, Հայաստանի համար մեր համար դա կարմիր գիծ է եւ այլն, ինչ որ ինքը խոսում է, սա ոնց որ երանելի իրականության մասին խոսա մեր համար։ Այն ինչ որ խոսում է, սա այն է, ինչ որ ես պատկերացնում եմ մեր ապագա Հայաստանի ռազմավարական ծրագրերի ամենակարևոր մասը որպես հարաբերություններ բազմակողմանի բազմաշերտ խորացված Իրանի եւ Վրաստանի հետ։ Սա ընդհանրապես մի մասն է։ Եմ ես ասում ամսի 8-ից մենք սկսում ենք մեր շարժումը, ես դա եմ ասում։ Ու այդ շարժման մեջ գլխավոր կետերից է ով ենք մենք ուր ենք գնում։ Սա ամենակարևոր բանը մենք որ պետք է ունենանք Իրանի եւ Վրաստանի հետ, մեր երկու ամենակարևոր հարևանների հետ տարբեր ֆորմատներով հնարավորին չէ, բայց այն կարգի հարաբերություններ, որ երբևէ Հայաստանը ոչ մի դրա մասին չի խոսացել, չի մտածել։ Եվ դրա մեջ մտնում է նաև ռազմական ֆակտորը Իրանի հետ։ Որովհետև էլ այդ հարցը ոչ մեկ չի տալու մեզ Ռուսաստան, թե Եվրոպա, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Մենք Իրան ունենք մեր կողքին։ Եվ այսպես։ Հիմա այստեղ ասում եմ, որ իշխանությունն արդեն ստորագրել է այս ամեն ինչը։ Մեր հրաշք պայմանագրի մասին է խոսում։ Բայց սա մասին ոչ մի խոսք Հայաստանում։ Ոչ մի խոսք Հայաստանում, ես որ այնքան զանգեր եմ ստացել, այս մասով ճիշտ է, Հայաստանից ձայն չկա։ Ես միանշանակ կարող եմ ասել, որ չկա, որովհետև չկա այս պայմանագիրը, թե ինչի է սարքած այս վիդեոն, կարող ասա ցանկություն է, կարող է, չգիտեմ, սա ինչ-որ fake արել ես։ Չեմ ուզում խորանալ մեր դետալների մեջ, բայց ասեմ հիմնականում ինչու չի կարող սա ցավոք սրտի իրականություն լինել, որովհետև Հայաստանը այսօրվա կառավարությունը խոսք է տվել այդ տարածքը Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ավելի ճիշտ Իսրայելին, իրենս Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Եվ այդ տարածքի վրա այդ թրիփ կոչվածը, որ ինքը երազում է սարքի, դա հակոտնյա է, հակասում է Իրանի այն ցանկությունների եւ այն պայմանագիր են կնքել։ Իսկ դրանք ընդհանրապես հակասող իրար մոտ եզրակացությունն են։ Մենք ունենք օգոստոսի 8-ի նախաստորագրված ինչ որ ցանկությունների մասին հայտարարություն Վաշինգտոնում։ Մենք դա մասին գիտենք, դա տեսել ենք։ Այս ինչ որ ասում է դոկտոր Մորանդին, դա ընդհակառակն է։ Այդ պայմանագրի հակառակն է եւ ոչ մի ապացույց չկա, որ հայկական կողմը նման բան արել է։ Եվ այսպես ուստի ես եզրակացնում եմ, որ սա լավագույն ցանկությունների ոլորտից է եւ Հայաստանում ոչ մեկ սա մասին չի խոսացել, չի հաստատել, իսկ մենք ինչ մի բան, որ իրանք խոսում են եւ հաստատում են, դա իրենց ցանկություններն է, թրիփը իրականացնելու։ Հիմա ես էլ քննադատում եմ Ռուսաստանին, ասում են,
Ամերիկայի թելն է։ Հիմա խոսում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որ ինքն է խլելու Սյունիքը Իսրայելի համար, հիմա կասեն, հա, ռուսական։ Լավ։ Ես հասկանում եմ, որ շատերը ցենց են տեսնում աշխարհը, ես իրենց հետ չեմ ուզում վիճեմ, չեմ ուզում իրենց ինչ-որ բան ապացուցել, հա։ Որպեսզի դուք հասկանաք տարածաշրջանում ով է մեր բարեկամը։ Դուք պետք է նայեք հայտարարությունները, դուք պետք է նայեք հնչած աջակցությունները։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես իրանք են հայտարարել, իրենց J.D. Vance-ի աջակցում են Փաշինյան Նիկոլին։ Դուք շատ լավ պետք է իմանաք, որ այս միջոցառումները, որ անցկացվում է հիմա, այս կոնյակի, ջերմուկի եւ այլ տեսակի ծաղիկների այս արգելանքը եւ ընդհանրապես այս միջոցառումները, որ կատարվում են Ռուսաստանում, իբր Հայաստանի դեմ, հա, որոնք հակառակ էֆեկտն են տալիս եւ հնարավորություն են տալի Փաշինյան Նիկոլին մեղադրելու Ռուսաստանին եւ այս իր ճղճին վիճակը ներկայացնել որպես պայքար Ռուսաստանի դեմ, սա օգտագործում են, սա նպաստում է Ռուսաստանը, հենց այս Նիկոլի դիրքերի ուժեղացմանը նպաստում է Ռուսաստանը եւ Ռուսաստանի նշանակած այն գործիքները, որոնք կան այսօր Հայաստանում։ Դա Փաշինյան Նիկոլից բացի դա Ռոբերտ Քոչարյանն է, Սամվել Կարապետյանն ու Ծառուկյան Գավոն։ Առնվազն, ընդդեմ չեմ ասում, մնացած մանրամունները, որ չեմ էլ ուզում հաշվել։ Եվ այսպես ոչինչ Նիկոլ Փաշինյանին այնքան չի զորացնում, ուժեղացնում, որքան հակառուսական խոսույթը ուղղված եւ Ռուսաստանի դեմ, ճակերտավոր եմ ասում, նրա հապկի գագաթնաժողովին չմասնակցելը ժողովրդի մոտ։ Պես ինքը մեզ ուզում է տանի Եվրոպա։ Եվ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը հենց Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը ամենամեծ աջակցությունն է Փաշինյան Նիկոլին։ Եթե Ռուսաստանը չուզենա, որ Փաշինյան Նիկոլը իշխանությունը շարունակի, վերանշանակվի, եթե իրոք ուզենա կամ ասենց ասեմ, որոշել է հանի, պատժի Նիկոլ Փաշինյանին, մեզ գիտեք ընդամենը մի քանի բան է պետք։ Մի քանի բան։ Ներկայացնի ժողովրդին տարածային փաստերը, որոնք այսպես ցույց են տալի Նիկոլ Փաշինյանի բոլոր դավաճանությունները։ Կասկածում եք, որ FSB-ն ունի էդի։ Կասկածում եք, որ Հայաստանի ԱԱՑ-ն, որը բանա ԱԱՑ կոչվածը, որը ուղիղ ծառայելա ու ծառայում է Ռուսաստանի, կասկածում եք, որ ունի։ Այս թուրքերի մուտք ու ելքը ով է ապահովում։ ԱԱՑ-ն չի ապահովում։ Ով է ապահովում Փաշինյան Նիկոլի անվտանգությունը։ Ամերիկացիները։ Չէ։ Ամերիկացիները իրենց շահ ունեն, իրենց ընդերությունիքն է պետք Իսրայելի համար։ Ու Հայաստանը այս առումով ինքը բսկտված է այդ երկու գերտերությունների մեջ։ Նույնիսկ կրկնում, եթե Պուտինին պետք լինի Նիկոլ Փաշինյանին ցած հանել, իրեն ոչ իմ հոկտեմբերի 27-ը պետք չի, բացարձակապես։ Հոկտեմբերի 27-ը պետք է, որտեղ այլ ոչ թե պետք է, հոկտեմբերի 27-ը միակ գործիքն էր, որովհետև ուրիշ բան չկա ցույց տալու Կարեն Դեմիրճյանի եւ Ազգեն Սարգսյանի դեմ, որպես կամբրամատ։ Այսօր ընդամենը ինքը կարող ասի ԱԱՑ-ին, բան արեք, հələ մի հատ գործեր անեք դրեք սեղանին, դատախազիներ կանչի մոտ ասի այդ քրական գործառույթով ծավալա ու վերջ ու կալանքի հրաման էլ հոկտեմբերի 27 էլ ոչ մի բան պետք չի բացարձակապես իսկ կամ մարդ որ կասկածում է որ ԱԱՑ-ն ոնց ծառայել է Ռուսաստանին այնպես էլ միջև ծառայում է Ռուսաստանին եւ ոչ միայն ԱԱՑ-ն ամբողջ հայկական ուժային կառույցները բանակից սկսած ձեզ հիշացնեմ երբ որ Օնիկ Գասպարյանը ակլորացել էր եւ ռևանշ էր հայտարարել Փաշինյան Նիկոլին Պուտինը հայտարարեց ասեց ընդերս նստի տեղը տղա ջան ինքը գնաց Պուտինի մոտ ասեց նստի տեղ ու ասեց Նիկոլ Փաշինյանը դավաճան չի իսկ ինչի համար է սա արվում ինչքան թույլ Հայաստանում ղեկավար այնքան կախվածությունը մեծ Ռուսաստանից հա Նիկոլի գլուխը սենց բանի քսելով ասֆալտին քսելով տանում է Նիկոլը դա գիտի հենց կոտրվի Նիկոլը այնտեղ Սամվել Կարապետյան կա ինքը խնդիր չունի բայց եթե Նիկոլը կարողանա կեղծի այս ընտրությունները մնա իշխանության Նիկոլը լինում է ամենաթույլ ամենախոցելի այն որ սենց եթե միջև հիմա գնում վազում էր Բրյուսել գնում էր
զեկուցելու, վազում էր Վաշինգտոն գնում էր զեկուցելու, Պուտինին ինչ երկու անգամ ասում էր, երրորդ անգամ ի՞նչն էր կրկնում։ Այն ժամանակ առավել ևս սկուտերի վրա Հայաստանը մաս-մաս հանձնվելու է Թուրքիային, Ադրբեջանին, վերջում էլ ինչ տակը մնաց Ռուսաստանի, որպես միութենական պետություն։ Վերջ։ Հիմա հասկացաք, այս երկրների շահերը որտեղ է համընկնում Հայաստանի հարցում։ Ես որ ասեմ Ռուսաստանն է հանցագործը, ինքը պահում է օգնում է Փաշինյան Նիկոլին, ծեծելով միաժամանակ թուլացնելով։ Դա չի նշանակում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների գովքն եմ անում։ Երբ որ ասում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուզում է խլի մեզանից Սյունիքը դեմս Իսրայելի եւ նվիրի դրանց, դա չի նշանակում, որ ես Ռուսաստանի գովքն եմ անում։ Ես ընդհանրապես ներկայացնում եմ այս երկու կենտրոնները ինչ են ուզում Հայաստանից։ Հիմա երևի ձեզ կետաքրքրի բա Եվրոպան ինչ է ուզում մեզանից։ Եվրոպային Հայաստանը պետք է որ ինքը մնա։ Եվրոպային պետք է որ Հայաստանը մնա ժողովրդավարական։ Եվրոպային պետք է որ Հայաստանը մնա ամուր եւ պինդ, բայց ինքը հասկանում է մի բան, առաջին հերթին Սամվել Կարապետյանը դա հակաեվրոպական տեխնացու է։ Նիկոլ Փաշինյանը եթե խաղաղությամբ կարողանա հաղթի Սամվել Կարապետյանից գոնե լավ է այնքանով, որ ընթացքում իրաց խաբելով, բայց ինչ որ sense կապիկություն արել 8 տարի, եւս մի 5 տարի կարա այդ կապիկության վրա sense մնա, իրաց թվում է դա։ Բայց դա չի նշանակում, որ Եվրոպան կհանդուրժի, որ Հայաստանում իշխանությունը խլի ժողովրդից իշխանությունը, ասենց ասեմ։ Բացարձակապես։ Որովհետև ցանկացած իշխանություն, որը խլում է Հայաստանից իշխանությունը ջարդով, նա Եվրոպային չի ծառայում, նա ծառայում է Ռուսաստանին։ Այո, ցանկացած դիկտատոր նա Եվրոպա մեջ չի, որովհետև Եվրոպայում ինքը անելիք չունի։ Հենա մի հատ Օրբան ունեին, հազիվ ազատվեցին։ Լուկաշենկոն, ինչ Եվրոպա։ Վրաստանը, ինչ Եվրոպա։ Ռուսաստանը, ինչ Եվրոպա։ Այսինքն Եվրոպա շատ լավ հասկանում է, որ Հայաստանում պետք է լինեն ընտրություններ, լեգիտիմ իշխանություն պետք է ձևավորվի, որ նա այդ լինի խոսալ, որտեղ ցանկացած դիկտատուրա Հայաստանում, որ արդեն հաստատվել է, դա ինքը արդեն ի սկզբանե եվրոպական չի եւ չի կարող Եվրոպամետ լինել։ Այստեղ իրոք դժվար է Եվրոպայի համար տեխնացու գտնել, որին ինքը կարող է վստահի։ Դրա համար ինքը մի բան է անելու, իմ խորին համոզմամբ, ինքը նայելու է այս ընտրություններին, վերահսկելու է, որ հնարավորինս խախտումներ չլինեն։ Սա ոչ թե աջակցելու է Փաշինյան Նիկոլին, որ ինքը թեկուզ խախտումներով ջարդելով դառնա վարչապետ։ Ես եմ կրկնում, որովհետև ոչ մեկ, որ խախտումներով դառնում է վարչապետ կամ նախագահ, ինքը Եվրոպա չի գնացել եւ չի գնալու, որովհետեւ Եվրոպայում ուրիշ կանոններ են աշխատում։ Այդ բռնակալները սովորաբար այլ միության կողմնակիցներ են, BRICS։ Այնտեղ Հայաստան, Հյուսիսային Կորեա, այնտեղ Բելարուսիա, Ռուսաստան, Ղազախստան, այնտեղ են գնում դրանք, ինչպես Փաշինյան Նիկոլը։ Այնպես որ, սիրելիներս, հիմա իսկ պետք է հարց տալ, բա մենք ում ընտրենք։ Սա դժվար հարց է, բայց ես խոստանում եմ, որ միջև ընտրություններ ես այս հարցի պատասխանը կտամ։ Որտեղ ինքներս ենք տեսնում, ինչ արագությամբ ամեն ինչ փոխվում։ Ես առաջարկում եմ չշտապել, բայց մի բան հստակ է, դա Նիկոլ Փաշինյանը չի, դա Ռոբերտ Քոչարյանը չի, Սամվել Կարապետյանը չի, հիմա ասեմ ինչու չի նայել Սամվել Կարապետյանը։ Ես չգիտեմ այս տեսանյութը դուք նայել եք թե չէ։ Դուք Սուրեն Պապիկյանի հարսանիքին մասնակցել եք։ Ինչ հարաբերություններ եք եղել, ինչ կարգավիճակով եք։ Աշխատանքային նա եղել է տարածքային նշելով կառավարման նախարարը եւ էներգետիկայի գծով պատասխանատուն, ես եղել եմ։ Իսկ դուք գիտեք, որ Նարեկ Կարապետյանը եղել է Սուրեն Պապիկյանի հարսանիքին։ Հիմա դուք ասեք, դե լավ, հիմա հարսանիք է, էլի, հիմա ինչ անենք։ Դոգի կուսակցության առաջի համարներ եղել է։ Ասենք Նիկոլ Փաշինյանը Սերժն են իրան մոտ եղել, բայց 17 թվականին, բայց մենք դա վրա չփակեցինք, չէ՞։ Իսկ Սուրեն Պապիկյանի հարսանիքը եղել է
21 թվականին պատերազմը վաճառելուց հետո։ Եվ Նարեկ Կարապետյանը այդ հարսանիքին գնում է։ Ես ձեզ ասեմ, ընդհանրապես այս միջոցառումներին պատահական մարդիկ չեն գնում։ Գնում են մարդիկ, որոնց հետ ընդհանուր բաներ կա, որոնց հետ անձնական կապեր կա։ Դրա համար եմ ասում, ժողովուրդ ջան, սրանք բոլորը նույն դաշտի խաղացողներ են։ Նույն։ Ձեզ ինչի չեն հրավիրում հարսանիք։ Հարց եմ տալի։ Ձեր հարսանիքին ինչի չի գալիս Նիկոլ Փաշինյանը Սերժի հետ միասին նստում։ Հա, կամ Սուրեն Պապիկյանը սրա հետ, ինչի չի։ Որովհետև դուք իրանց հետ ընդհանուր ոչ մի բան չունեք։ Ձեզ ինչ է թվում տարածքային կառավարման նախարարը այն ժամանակ որ այդ բանը ուսուցչուհին էր։ Բոլոր ինչքան հիմնարկ կա դրանց ղեկավարներին կամ ներկայացուցիչներին կանչել էր իր հարսանիքին, նույնիսկ եթե կանչել էր։ Այդ այն ժամանակ էր, որ այս տականքները Արցախ էին ծախել։ Ընդ որում Արցախը ծախելուց նույն Բաշիր գրուպը միլիարդներ է կորցրել ընդեղ։ Միլիարդներ։ Ու բայց կապ չունի։ Նույնն է, ժողովուրդ ջան։ Դա ման եմ ասում, ում ուզում եք ընտրեք։ Սրանցից դուրս։ Սրանցից դուրս։ Իսկ ավելի կոնկրետ գուցե մեկ շաբաթից մենք դրա մասին խոսանք։ Հիմա ուզում ձեզ ցույց տալ։ Պատերազմի ժամանակ, երբ որ իմ ամուսինը, եղբայրներս Ղարաբաղում էին, ամեն օր զանգում ասում էին, որ Քոչարյանի մարդիկ քայլում են շարքերով եւ սադրում են եւ ասում են վերադարձեք, մի կռվեք, գնաց։ Դա Քոչարյանի մարդիկ։ Հետաքրքիր է, չէ՞։ Ասկե դե մարդիկ երևի ֆորմա են ունեցել իրանց վրա, որ հետևը գրած է եղել։ Ես Քոչարյանի մարդն եմ։ Մի կռվեք։ Մի կռվեք։ Ես Քոչարյանի մարդն եմ։ Ու իրանց զանգել են, ասել են Քոչարյանի մարդիկ ստեղ այդպես բաներով են զբաղվում։ Բա ձեր զիբիլի կատուներն այնտեղ վեր են գազ բունկերում, բա ձերբակալ էիք, սաբոտաժի համար դատ էիք։ Սուս մունքեր, դե բան չկա, զինվորական դատախազ չկա։ Հա, այ վիժվածքներ։ Ուսա վստահ եղեք, այս ամեն ինչին հավատացողներ կա։ Իրանք չեն հարցնի, բա դուք ինչ խոտ էիք ուտում։ Կատիտ ինչ իմացաք, որ դե Քոչարյանի մարդիկ են։ Դուք չեք զգում, այս երկուսի խոսակցությունը մեկը։ Այսինքն ինքը Քոչարյանից է խոսում, Քոչարյանը սրանից, այսինքն։ Իբր արևը պտտվում է իրանց շուրջ։ Մինչդեռ ոչ։ Ձեր շուրջ պտտվում է չարքը կամ դուք չարքի շուրջ։ Հիմա մի խելոք մարդ պետք է սանց ասի, ինչ ելս, խելոք ասիկ մի տեսնգավ, պարոն Հարություն Բաղդասարյան, խնդրում եմ ընդունել հայտարարություն, տիկնոջ ասածը, որ ինքը փաստորեն, իր եղբայրը, տեսել է, որ սաբոտաժ է իրականացվում որոշակի մարդկանց կողմից ու զինվորական դատախազություն հայտարարություն չի տվել, կամ եթե տվել է, թող ցույց տա, որ ինքը հայտարարություն է տվել զինվորական դատախազություն, որ սաբոտաժ է իրականացվում առաջնագծում պատերազմի ժամանակ ու ասենք հետո ասենք ինքը հայտարարություն տվել է, բայց զինվորական դատախազը չի արձագանքել։ Գնանք զինվորական դատախազի հետևից։ Այ հիմա տեսնում եք ձեր կապիկությունը ինչ հետևանքներ է ունենում։ Այ հիմա որ ասում եք 29-րդ րոպեում։ Խնդրում եմ պարոն Բաղդասարյան, մի հատ դիմում էլ այս մասով, խնդրում եմ պարզաբանեք։ Տիկինը հայտարարություն է տալի հանցագործության մասին։ Հետո մենք կպարզենք, դա ում մարդիկ են եղել, ով է տեսել, ինչ է տեսել, տեսել է թե չի տեսել։ Հետաքրքիր բաներ է սպասում։ Խնդրում եմ ականջի տեղ չգցեմ։ Ես գիտեմ, որ դուք միանգամից անում եք։ Իսկ մինչ այդ չենք մոռանում Թալանի մասին։ Փաշինյանը ընտրությունից առաջ, ասում է, պարգևատրել է նորից իր շրջապատին։ Իր հանձնարարության բնակարաններ են գնվել դրանց շրջապատի ներկայացուցիչների համար։ Գնվել են այն վարկի միջոցով, որը նախատեսված էր Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարաններով ապահովելու համար։
կա օրերին համաշխարհային բանկի եւ Ասիական զարգացման բանկի հետ կստորագրվեն $500 միլիոն չափով երևի տրանշ։ Դուք ինչ եք կարծում, Արցախցուն միջև որ սկրածուցը ատողը պետք է արցախցիներին օգնել բնակարան ձեռք բերելու, չէ։ Արցախցին իր թշնամին է, որովհետև ինքը չի մահացել, հասկանում եք, ինքը մեծ մեղք ունի, մեծ մեղք ունի, ինքը չի մասնակցել, որովհետև նույնիսկ ցեղասպանության զոհերը մեծ մեղք ունեն, որ լրիվ չեն կոտորվել։ Այո, կոտորածները նախապատրաստել ենք ինքներս, որպես ցեղասպանության մեխանիկայի կրողներ, հասկանում եք։ 15 թվականին մենք ցեղասպանության մեխանիկայի ենք կրում։ Լրիվ թուրքական լեքսիկոն կրում ենք ցեղասպանության մեխանիկա, դրա համար մեզ ցեղասպանեցին։ Բա հիմա ինչու բոլորը չեն զոհվել, ինչի բոլորը չեն ցեղասպանվել, որը շատ տխրացրել է Փաշինյան Նիկոլին, սա պատասխանը մասնագետ տալիս է Անդրեաս Ղուկասյանը, ուղղակի շատ լավ է տվել, ուզում եմ իրան ուղղակի ցիտել, հա։ Ուրեմն պատերազմի 44 օրվա ընթացքում մարտական գործողությունների մասնակցել է մոտ 50,000 մարդ։ Ինչու 50,000 եւ ոչ թե 350,000, որ պետք է մոբիլիզացվեր, որը կանգնացրեց Փաշինյան Նիկոլը։ Դրա պատասխանը պետք է տա քննիչ հանձնաժողովը։ Իմ ջերմոտ ժողովուրդ ջան, ուզում եք երբևէ իմանաք քննիչ հանձնաժողովի բացահայտումները, նշանակում է դուք պետք է մերժեք Փաշինյան Նիկոլին։ Որովհետև հանրության համար այդ հարցը անհայտ է մնացել, հա։ Եվ այսպես իրականում ըստ պաշտոնական տվյալների զոհվել է 3800 մարդ, 200-ից ավել մինչև այսօր անհայտ կորած են։ Եվ 11,000 զինվոր վիրավորվել է, այսինքն գրեթե ամեն երրորդը։ Պատկերացնում եք։ Հիմա հարց է իր մոտ տանջում, թե ինչու 35,000-ը չեն սպանվել։ Իսկ այդ հարցին ասում արդեն պաշտոնապես Ադրբեջանը պատասխանել է, որովհետև իրենց ուժը չի պատել սպանել բոլորին եւ ընդհանրապես իրենք հայտարարեցին, որ եթե Փաշինյան Նիկոլը չհանձներ Շուշին, իրանք սպառվել էին արդեն։ Սա ադրբեջանցիների հայտարարությունն է։ Ես ուզում եմ սա մասին հիշեցնել բոլոր այն նիկոլացիներին, որոնք արդարացնում են Փաշինյան Նիկոլի հանցագործությունները։ Եվ հիմա այն որ հասնում է, իսկ ինչու չես զոհվել Արտուր Օսիպյանին, հա։ Դե ինչ ասեմ։ Որովհետև ասենք իր բախտը տենց է բերել։ Որտեղ եթե զոհված լիներ, այսօր հարցը տվող չէր լինի։ Հասկանում եք, պետք է ընդհանրապես չլինեն արցախցիները, չլինեն այն հանցագործությունների վկաները, որը այսօր անհարմար հարցեր է տալիս, որի համար ինքը կալանավորում է, բայց ոչ թե հանցագործություն կատարելու համար, այլ որ ինքը վարչապետի հետ բարձր տոնով է խոսացել։ Հիմա Փաշինյան Նիկոլին եւ մնացած վիժվածքներին պետք է ասեմ հետեւյալը։ Այն հանգամանքը, որ դուք 30% կորուստ եք տվել, 30%, սա սոսկալի թիվ է, այսինքն վիրավորների եւ զոհվածների հետ 30%-ը դուք զոհ եք տվել, դա ձեր հանցագործությունն է, որը դուք թաքցնում եք, թե ինչի է կորուստները աստիճան եղել, մինչդեռ մենք պաշտպանվող կողմ ենք եղել։ Մյուս հարցը, որ ապացուցում է, որ դուք հանցագործ եք, ինչու է 50,000 հոգի մասնակցել, այլ ոչ թե 350,000։ Չէ՞ մոբիլիզացիոն ռեսուրսներն այդքան էին, որը դուք կասեցրել եք հրամանով, ոչ թե մարդիկ չեն գնացել, դուք հրամանով կասեցրել եք, դադարեցրել եք մոբիլիզացումը։ Հետո պրոֆեսիոնալ մոբիլիզացման փոխարեն կոչ էիք անում հեռուստացույցով, որ մարդիկ, խամ մարդիկ, որոնք ոչ մի բան անել չգիտեն, չգիտես ինչի պետք է վերցնեին, շամփուր, ուրակ ու գնային բեռնելու։ Տունը ով ինչ ուներ։ Սա փաստեր է, սա իմ եզրակացությունները չի, այնպես որ ժողովուրդ ջան։ Եթե մենք ուզում ենք
այս ամեն ինչի այսպես պատասխաններ ունենանք, դա պատասխանները կա։ Քննիչ հանձնաժողովը բացահայտել ամեն ինչ։ Մեզ դա չեն տալի, որ մենք չիմանանք։ Այսինքն կատարվել է մեր նկատմամբ հանցագործություն, մեր ազգի նկատմամբ սպանվել են, վիրավորվել են մոտ 15000 մարդ։ Մենք ամեն անգամ խոսում ենք, չենք ասում, մենք մոռանում ենք վիրավորների մասին, հաշմանդամ ենք։ Լուրջ խնդիր ունեցող մարդիկ են դրանք։ Ես սոցիալական եւ այսօրվա այս պայմանների հետ ապրելու, աշխատելու, ինտեգրվելու, ընտանիք կազմելու, չունենք մարդ են ի վերջո։ Մենք միշտ 5000-ի մասին ենք խոսում, 15000 մարդ դուք կյանքը դրել եք, մեկի խլել եք ընդհանրապես, մյուսինը սարքել եք ինվալիդ։ Այս հարցի պատասխանները մենք պետք է ունենանք։ Եվ դա ունենալու միակ հնարավորությունը Փաշինյան Նիկոլին զրկելն է իշխանությունից։ Ցանկացած մեկը, որ ընտրում է Փաշինյան Նիկոլ, ինքը ուրեմն դեմ է, որ մենք այդ հարցի պատասխանները իմանանք, ինքը կողմ է այս ամբողջ կատարված հանցագործություններին, ինքը կողմ է այս հանցագործությունը կոծկելուն, ինքը կողմ է, որ Արցախը հանձնելու համար սպանվել եւ վիրավորվել է այսքան մարդ։ Չէ՞ որ այս ամեն ինչում ակնհայտ է, չէ՞ դիտավորությունները։ Հիմա գնանք առաջ։ Իսկ միջև պատերազմը, ես ձեզ մի հատ թիվ հիշացնեմ, ինքերելա հիշացնեմ։ Պարզվում է, որ համաշխարհային բանկով 17 թվականին Հայաստան մուտք է գործել Ադրբեջանից Բաքվից փոխանցում $7 միլիոն, 18 թվականին $211 միլիոն։ Հարց եմ տալի, որ Հայաստանի քաղաքացի, հարց եմ տալի, այդ փողերը ովքեր են ստացել։ Ացը, չգիտեմ, այն կառույցներ, որ պետք է, ովքեր է ստացել։ Ես հիշում եք, որ ես հարցումը սկսեցի հենց այս մասով, որ ես նույնիսկ կասկածները որ ունեմ, որ ԱԱԾ-ն հսկում է, որ դեսան հանկարծ ոչի բան չպատահի։ Եվ այսպես 17 թվական Սերժ Սարգսյանի իշխանություն $7 միլիոն փոխանցում Ադրբեջանից Հայաստան։ Ովքեր են ստացել։ Դրա մասին բազմիցս Իսագուլյանն է ասել։ Ոչ միայն այս փոխանցումներն են ստացել, նաև իրանք ինֆորմացիա ունեին, գիտեին, որ ԿՊ-ականները այն ժամանակ իմ քայլներ, հա, Վրաստանում հանդիպումներ էին ունենում եւ սպորտային պայուսակներով դոլարներ էին բերում Հայաստան։ Այդ ժամանակվա իշխանությունը դա Սերժ Սարգսյանի իշխանությունն էր։ Նոր ԱԱԾ-ն, նույն ԱԱԾ-ն, նույն։ Իսկ հետո 211 միլիոն արդեն 2018 թվականին։ Հիմա հասկացաք այս ամեն ինչի կազմակերպիչը ով է։ Հիմա հասկացաք այս ամեն ինչի վրա ինչ վերահսկողություն ունի ԱԱԾ կոչվածը, նույն ԿԳԲ, նույն FSB-ն, որի գլխին կանգնած է Պուտինը։ Մոռանում ենք այս մասին։ Ու այս ամեն ինչը փաստերը ունենալով Պուտինը չի կարողանում Փաշինյան Նիկոլ անի, ու ինքը հիբրիդային պատերազմ կարիք ունի ընդհանրապես, հիբրիդային պատերազմի կարիք չունի ընդհանրապես ինքը։ Հիշում եք այն 5 միլիարդի ձայնագրությունը Լուկաշենկոյի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Վստահ եղեք, այդպես մի հատ ձայնագրություններ էլ կան, որտեղ Ալիևը առաջարկում է Նիկոլին տալիս է համաձայնությունը ստանում ամեն ինչ, անենց փաստեր կան, որ ասենք դուք ասում եք, չէ՞, այս երկու կոշկակադ իրար հետ խոսում են Հայաստանում, ԱԱԾ-ն ձայնագրում է ու վերջում ներկայացնում է, որ դուք ընտրակաշարք եք վերցրել։ Իսկ դրանք ընդամենը մի քանի հոգի էին, դրանք 24 ժամ են լսվել, 24։ Այսօր եթե Պուտինի պետք լիներ, որ Նիկոլ Փաշինյանը դատվեր, Նիկոլ Փաշինյանը կդատվեր վաղուց։ Այն հանգամանքը, որ դրանք դեռ չկան, նշանակում է դեռ անելիք ունի Փաշինյան Նիկոլ։ Եվ մի փնտրեք կոնֆլիկտ այնտեղ, որտեղ որ չկա։ Այս վիզուալ ոսից ցույց են տալի, դա ընդամենը օգնություն է Փաշինյան Նիկոլին, որ ինքը մատնացույց անի Ռուսաստանի որպես թշնամի։ Հասկացեք, Փաշինյան Նիկոլը ոչինչ չունի հիմնավորելու իր գոյության իմաստը, քան թշնամի հորինելը։
Գիտեմ ըստ Քոչարյան Ռոբերտին եւ Ռուսաստանի։ Չգիտես ինչի։ Ու մարդկես հիմնալիցան հավաք։ Սա այսօր ավանում է եղել։ Նայ Դրա համար քեզ իրավունք ունեմ դիմեմ ընդամենը Նիկոլ։ Ես չեմ եկել քեզ հետ հանդիպման։ Ես այս խաղի բնակիչ եմ, բայց եկել եմ քեզ դատապարտեմ, որովհետև դու 18 թվից բոլորիս խաբում ես։ Դու ամենամեծ տուփխոսանն ես։ 18 թվին ասեցիր մեղրի Սերժի, բայց դու Սերժի փոխարեն առաջի հերթին մեր ցեղասպանության թանգարանի տնօրենին հանեցին աշխատանքին։ Էներգետիկայի նախարարությունը, փակեցին մեր գյուղատնտեսության նախարարությունը, փակեցին քաշի նախարարությունը։ Այդ բոլորը ստրատեգիկ նախարարություններ են։ Դու հատուկ ես արել այդ ամենը, որովհետև ես չեմ հավատում։ Մի քաշի։ Հիշում եք այս ընկերոջը։ Այս էլ Ազատի զորամասի այս վարված եւ սպանված ընկերոջ պապիկներ, որ այս նույն բաները ասում են, ինչ է սպանեցիր իմ երեխեքին, արա։ Բերանը փակած, վերցեցին տարան։ Փաշինյան Նիկոլ, դու ուզում ես քայլի, ուզում ես գնա, դու այս հարցերը լսելու ես։ Եվ եթե դու ուզում ես ոչի բան չլսես, հա, դու ընդամենը պետք է քաղաքից դուրս չգաս։ Փողոց դուրս չգաս։ Որովհետև որտեղ լինի, անպայման լինելու է մեկը, որ ասել է ով ես դու։ Կամ որ դու գնում ես միտեղ շրջապատի քո կապիկներով, ախրանայից շալ եւ անկարծ պատահական մարդ չկա, բայց ընդերից էլ մեկը բալկոններից են գոռում, որ դու դավաճան ես, ինչպես է սուրելի ավանում։ Եվ քո շրջիկ վարժեսած կապիկներին բեր, քո հետո նկարվեն, քո հետ սելֆիներ անեն, շնորհակալություն հայտնեն քեզ, թե ինչքան լավն ես դու, հա։ Ձեր դժգոհությունը ի՞նչն է հարցը։ Ես այս կյանքում իմ հայրենիքից շատ ոչ մի բան չեմ սիրում։ Ու առավել եւս իմ հայրենիք քանդողս էս պիտի չանցնի։ Եղավ Նիկոլ։ Մենք տեսանք, որ պատուհանից դուք, երբ որ անցավ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավեր իրականացնում, ինչ որ բաներ եք ասում, բողոքի ձայն եք բախում։ Հա, չեմ ուզում սենց անցնեն։ Ինչի՞։ Որովհետև իմ հայրենիք քանդողը ինչ իրավունք ունի սենց անցնելու։ Այնքան էլ մի հետև ննգել են փողով գնում գալիս են, ինչի համար։ Չեմ ուզում ես։ Թող գնան ուրիշ տեղ։ Բայց ասում մենք գտել ենք մեր հայրենիքը։ Հա, իրանք գտել են, ճիշտ է, Ադրբեջանում իրանք գտել են իրանք հայրենիքը։ Մի խոսքով, Փաշինյան Նիկոլ, դու Հայաստանում քայլելու տեղ չունես, ես էլ այս կադրը սիրում, հավաքում եմ, արդեն գիտեք ինչքան եմ հավաքել, ես էլ ցույց տամ էլի, որ չմտածեք պարապ նստած եմ։ Ոնց ցույց տամ ես ձեզ էսի։ Այսեն երևի, հա, տեսեք հլը, տեսեք հլ ինչքան լինք եմ հավաքել, ես սանից ֆիլմ պտի սարքեմ, արդեն 33 հատ, 33 հատ, երեկվանից նյութ եմ հավաքում, Փաշինյան Նիկոլ, ես ճպսնելու եմ քո ճակատին ես, ֆիլմ եմ սարքել, ես կյանքում ֆիլմ չեմ սարքել, բայց բան չունենք, պսկություն չունենք, այլ բան չունենք, ես ապետք անեմ, որտես ես մի հատ ֆիլմի մեջ, ես քեզ պիտի ցույց տամ ինչ ես արել դու, այս ամբողջ ընթացքում, այն ինչքան կարողանամ։ Եվ մարդկանց վերաբերմունքը քո նկատմամբ, որովհետև այս ֆիլմի սպասող կա Փաշինյան Նիկոլ։ Սպասողներ, եւ սա պատմությունը։ Ես ուղղակի սպասում էի, էլի որ մեկը մի այլ մեդիա, լուրջ մեդիաներ, չէ՞ ես ով եմ, ես մեդիա էլ չեմ։ Իմ ժամանակը հազիվ երիքում է այսքան նյութերը կարդամ, այսքան նյութերը ստանամ, հավաքագրեմ, խոսեմ այդքան մարդու հետ, բայց գիտեմ, այս պետք է անեմ, ես պետք է ժամանակ գտեմ, ես 33-34 հատ վիդեոները նայել, սաղ, կպցնել, եւ կհասնեմ, չգիտեմ, երևի մի քանի գիշեր ուղղակի մի քիչ գնամ էլ, կամ չգիտեմ, կամ մարդիկ գտնենք ոսականի։ Էական չի, բայց սա կա, սա պիտի արվի, ու սա պատմություն է։ Ու մենք սա շուտ պետք է անենք, էլի
ներկայացնելու են մարդկանց, որոնց մենք ներկայացնում ենք քո կատարած հանցագործությունները թարգմանաբար։ Ես պետք է ասեմ, որ երեկվա Նյուրնբերգի դատը արդեն 20,000-ից ավել մարտհանա է, քեզ Նյուրնբերգով, հայկական Նյուրնբերգով քեզ մեղադրանքներ ենք չէ ներկայացել։ Ժամուկեսը չհերիքեց թվարկել քո բոլոր հանցագործությունների միջելոց, ովքեր չեն դիտել, թող անպայման դիտել երեկվա եթերը Հարություն Բաղդասարյանի հետ։ Դրսեր կոչվում է Հայաստանի Հանրապետությունը մեղադրում է Փաշինյան Նիկոլին։ Դրեք նայեք։ Այսօր անելու եք ինչ հնարավոր է, որ քեզ ուղակի մարդիկ բարև չտան, այն Արտուրը ոնց է, այն Արտուր Օսիպյանին դու ձեզ բարև տար, ասեց ձեռդ քաշի, ես քեզ ձեռ չեմ տալու, որ ցանկացած երկրի ղեկավար քեզ ասի яра ձեռով չկպնես ինձ, այսպես փախնի քեզանից, ինչպես բարագից։ Դուք ճանաչում եք մեր Արցախի չեմպիոնը Սոսեն։ Հասուն այսօր հավաքի ժամանակ ես Ստամբուլի ֆեդերացիայի ղեկավարն եմ հասունես ճաղատը։ Սա մեդալ ա տվել։ Ինչու մրցանակ ա տվել։ Չիվաղին Հայաստանի Ստամբուլի ֆեդերացիայի նախագահ։ Ինչու մրցանակ ա տալիս։ Որպես ինչ։ Լավ սամբիստ։ Հա, քանի սամբիստա սպանվել ես պատերազմի ժամանակ արա։ Չկա ավելի զզվելի նողկալի տեսակ, քան վախկոտ, քծնող արժանապատվությունից զուրկ տղամարդը։ Ես հատուկ եմ շեշտում տղամարդը, էլի, որովհետև հիշում եք երեկվա այդ բանի մեջ ազգերը կործանվում են այն ժամանակ, երբ որ այդ տղամարդիկ դադարում են ամաչել իրենց արասներից։ Հիմա փոխանցեք այս ճաղատին, ոչ միայն Սոսեի խոսքերը վստահ եմ ինքը կարդացել է, որ ասում է ես Սոսեյ Գրիգորի Բալասանյանս 10 տարի եւ ավել եղել եմ ՀՀ ջյուդոյի եւ սամբոյի մեծահասակների չեմպիոն։ Հավաքականի կազմում ներկայացել եմ Հայաստան աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, նվաճել մեդալներ, բարձրացնել մեր Հայաստանի դրոշ օրհներն, ինքը արցախցի է։ Արցախցի, բայց Հայաստանի կազմում է եղել։ Սա այն տականքների համար, որ Արցախ Հայաստան չի։ Մասնակցել եմ 2015 թվականի առաջի Եվրոօլիմպիական խաղերին Բաքվում, բոլոր սպորտաձևերից միակ հայ աղջիկն էի սամբոյով։ Այսօր ինձ իրավունք են վերապահում ասելու թքած ունեմ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի այժմյան նախագահ Միքայելի Դավաճան Սրբապրծի վրա։ Դատ ու դատաստան Դավաճան Սրբապիրց տականքներին։ Լրիվ կիսում եմ Սոսեի խոսքերը։ Միանշանակ կարելի է իրակի սենց ավելացնել, բայց կարծում եմ, եթե այս գյադեն արժանապատվություն ունի, հենց այս տեսանյութը նայելուց հետո պետքա ոչ թե գնա բողոքի Սոսեի վրա կամ ասի ինչի եք ինձ վիրավորվում, պետքա ինքնասպան լինի ու ուրիշ տարբերակ չկա։ Դու իրան խաղակիրի անի, ասի ինձ խաչեք, որ ժողովուրդը տեսնի, որ ես արժանապատվություն ունեի։ Որովհետև աշխարհի չեմպիոն, կին, արցախցի, ինձ տղամարդ ես, ասես դու սրբապիրծ տականք ես։ Ու ճիշտ է ասում։ Ու ճիշտ է ասում։ Դու այս տականքի որպես ինչ ես։ Դու որպես ինչ ես մտնում սրա հաստաղիքը։ Այս ամբողջ քո բոյով։ Սես բացահայտ։ Եթե ազգի տղամարդը սա է համարվում, նշանակում ազգի այդ ազգը արդեն մեռել է, բայց չեն ասում իր տրամադրությունը չընկնի, որովհետև երեկվա այն Կովկասի իմաստունը դա էր ասում, հենց դա էր ասում, որ ազգերը պարտվելով չեն վերանում են այն ժամանակ, երբ որ այդ ազգի տղամարդիկ դադարում են ամաչել իրենց հարածներից։ Փոխանցեք ու ասեք, որ մենք սպասում ենք տղամարդկանցով իրա գործողությունների։ Այո, թող ասից բացահայտ խաչեք, որ բոլորն իմանան, որ ես արժանապատվության գերի մարդ եմ, ես փալաշ չեմ։ Գնանք առաջ։ Սպորտսմենը սենց ա լինում։ Լսեցիք։ Իմ ազգային պատկանելությունը։ Ես հայ եմ և պատվով եմ կրում իմ ազգային պատկանելությունը։
Լսեցի ճիվախ։ Լսեցի ճաղատ։ Դες աղջկան նայ ու քեզ նայ։ Գնա քեզ վնաս տուր։ Մենք սպասում ենք, անպայման ուզում ենք ձենը լսել։ Մի հատ նիկոլական գոնե կպակասի։ Հայ լինելու փաստը ինձ առանձնակի հպարտություն է տալիս։ Բայց իմ հայ լինելը ես չեմ հորինել, ոչ էլ ես եմ ստեղծել, այն ես ժառանգել եմ։ Ես ժառանգել եմ իմ նախնիներից, եւ ես պարտական եմ նրանց, որ բազմադարյա հայ ժողովրդի, հայ ազգի շարունակականության շղթայում ինձ իմ տեղն են տվել։ Այս շղթայում ես ընդամենը մի օղակ եմ, եւ սիրելի հայրենակիցներ, մեզնից յուրաքանչյուրը ընդամենը մեկ օղակ է այս շղթայի մեջ։ Բայց այսօր ես կրկնակի պատասխանատու եմ իմ երեխաների առջև։ Եվ ինձնից է կախված, իմ երեխաները հայ ազգի շարունակականության շղթայում կլինեն օղակներ իրենց հերթին, կշարունակվի իրենց հերթին իմ ազգի ընթացքը, թե իմ տեղում, ինձ վերապահված տեղում շղթան կընդհատվի։ Մեր ազգի այս Լավ ասես, չէ՞։ Այս աղջկա մոտ շարունակական է լինելու, բայց դե ընդհատվել է, այս աշ կողմի վրա, այս ճաղատի մոտ ընդհատվել է, ձախ կողմի վրա շարունակական է լինելու, հələ նայեք 3 կին ու 2 տղամարդ փալաս, արա, նշանակում է հայ տղամարդիկ սա է, հələ նայեք 3 կին խոսում են արժանապատվությունից, շարունակականությունից ու 2 փալաս այս կողմի վրա։ բազմաճյուղ շղթան այսօր ցավոք սրտի գտնվում է մեկի ձեռքին, ով Հայաստանի ներկայիս վարչապետն է, Նիկոլ Փաշինյանը։ Այս մարդը, մեղմ ասած մարդը, ամեն ինչ անում է օրնի բուն, որ հայ ժողովուրդը մոռանա իր հայկական ինքնությունը, իր ազգային պատկանելությունը, իր Երբ դրա համար ես պատկերացումը տալիս, գիտես, այդ մեդալը տալիս։ Լավ աշխատանքի համար, ինքնությունը ջնջելու, ցեղասպանությունն ուրանալու, Արցախը հանձնելու, հա, այսքան երեխեքի սպանելու, ինքն իրեն Աստված հռչակելու։ Պատմական հիշողությունը, այն ամենը ինչը հայկական է, ուրանա, զիջի, տա, մեկ փոր հացի եւ ֆիզիկական գոյության դիմաց։ Ես այս վտանգը զգում եմ եւ զգում եմ իմ պատասխանատվության չափը։ Ես պատասխանատու եմ ինձ վերապահված հատվածի համար, իմ սիրելի հայրենակիցներ, եւ թույլ չեմ տա, որ իմ Բարեր ասում արա, ինձ վստահված այս աղջիկը իրեն վստահված հատվածի համար պատասխանատվություն է զգում, հələ այս տղամարդ կոչվածներին նայեք հələ։ Սրանք ոչ մի բանի համար պատասխանատվություն չունեն։ Դրա համար էլ իրար պատկերացում են։ Եթե մարդը հանձնելու համար մեկին պատկերացում է, նշանակում է համաձայն է, չէ՞ հանձնելու հետ։ Եթե մարդը որ ասում է, ես ոչ մի բանի համար պատասխանատու չեմ, ու մրցանակը ստանում մեկի ձեռից, նշանակում է համաձայն է, չէ՞ դրա հետ։ Սրանք համաձայն են։ Այս աղջնակը չէ։ Ինձ վերապահված հատվածի համար, իմ սիրելի հայրենակիցներ, եւ թույլ չեմ տա, որ իմ հատվածում շղթան կտրվի, որքան էլ դա ցանկանա Նիկոլ Փաշինյանը։ Եվ այսուհետև ներկայացնելու եմ ձեզ փաստեր, ոչ թե օդում կախված լուրեր, այլ այն խոսքերը, որոնք ասում է ձեր վարչապետը, ում պատրաստվում եք ընտրել, ոմանք պատրաստվում են ընտրել, եւ հիմնավորեմ, թե ինչով է դա աղետաբեր Հայաստանի համար եւ ուր է տանում։ Տանում է մեզ կործանման, չլինելու հայ եւ չունենալու Հայաստան։ Ես ասել եմ, չէ, որ գտնելու եմ, տարածելու եմ, որ դուք էլ տեսնելու եք այն մարդկանց, որոնք մեր խելքին են։ Ես նորից կոչ եմ անում, խնդրեմ, գտեք ու հետևեք Անժելա Կարապետյան։ Շնորհակալ եմ, քույրիկ ջան։ Ձեր նմանների մասին էր ասում Նժդեհը, որ ազգի ապագան գտեք մայրերի ափերի մեջ։ Այնպես ինչը սոսենա, ինչպես էս մեր քույրիկն է։ Դուք եք մեր ապագան։ Ձեր ափերի մեջ է մեր ապագան, ոչ թե ստեղ, այս ցախ կողմի, այս աջ կողմի վրա։ Սրանք մեր վերջն են, սրանք մեր ամոթն են, սրանք մեր խարանն են։ Ազգանուն ինչ է սրա։ Ախ, մի խոսքով հերականչի, արդեն, հա, Միքայել անունն է։ Գտեք ու ասեք։ Սես բազար կա քո վրա։ Սպասում ենք քո արձագանքին։
Սա այս խմբակի փոքրիկ խմբակի հավաքն է ճիվաղների, ու արցախցիների մասին երգ բալկոնից, որ լսեն բոլորը, իսկ սա ամենաունիկալներն է, նայեք։ Ահա Նիկոլի եկած տեղերը խնկով ենք մաքրում։ Սա հրաշքը։ Ահա Նիկոլի եկած տեղերը խնկով ենք Չարքի դեմ միայն այսպես, աղոթքով, խունկով, այսպես։ Մենք Արցախից ենք, զոհված ծնող։ Զգացիք չեն դեղել այդ կին։ Նայեք։ Իմ տղայի անուն ազգանունը Աղավելյան Արայիկ, Արցախից ենք, 2006 թվականից մինչև 2023 թիվը ծառայել է, 16 թվականին իլա մասնակցել, 20 թվականին իլա մասնակցել, հիմա մենք ուզել ենք, որ Փաշինյանը եկել է, այստեղ մենք հանդիպենք, ինձ խաբեցին, ասեցին կհանդիպես, եկա թեմոտիկանան, սաղ ինչքան ոստիկանություն կա, սաղ ինչքան իրանց կոլեկտիվը կա, չթողեցին, ես հանդիպեմ, գոնե խնդրիմ, իմ զոհված տղայից գերեզմանը բերեմ, ստեղ գոնե տարեմ երաբուր, որ գնամ, մի ծաղիկ դնեմ, մի խունկ վարեմ, ես ինչա, ես մեր զոհված տղաները սաղ սրանց համար են զոհվել, որ սրանց տես ապրում են։ Նիկոլ Փաշինյան ընտրողներ, դուք ես ամեն ինչի տակից ոնց եք դուրս գալու, սա ձեզ է վերաբերում, սա ձեր վզդին է, սա ձեր խղճին է, ձեր սերունդների վրա է, ոնց եք սա տակից դուրս գալու դուք։ Աշխարհաքաղաքական մեծ ցնցում է եղել, մոտ լսենք, այս Հրազդանի թթվիկարին բարի ռուսական իմաստով Սասուն Միքայելյանին։ Սական պայմանագիրը։ Այսօր ես համարում եմ, որ արտաքին քաղաքականությունը հոյակապ վարում է երկրի վարչապետը։ Եվ մենք այսօր չեմ ուզում ստե բոլորը առաջացան ուրիշ ինչ ճանապարհ ունեն գնալու։ Այս նույն բաները անգլիացիք, որ 19 թվականին մտան Գորիս, էլի նույն ձևի խափին գնացին։ Հիմա մենք ինչ անենք։ Մենք երկար ժամանակ եղել ենք Ռուսաստանի կազմում։ 44 օրյա պատեր։ Այս անասունին ասեք, ոնց թե երկար ժամանակ եղել ենք Ռուսաստանի կազմում։ Այս իրոք ինք եղել է Ռուսաստանի կազմում։ Ուրեմն մենք հիմա ենք Ռուսաստանի կազմում։ Երազմին ոչ մի օգնություն չեղավ մեզ։ Ոչ մի օգնություն, լինելով ակոնտամ, դաշնակից պետություն։ Ու այսօր մարդիկ ուզում են նորից տանել մեծն Ռուսաստանի կազմ։ Այս թթվիկարին հարցրեք, այդ Ռուսաստանի կազմից երբ ես դուրս եկել։ Այ բարի ռուսերեն իմաստով Սասուն, դու երբ ես Ռուսաստանի կազմից դուրս եկել։ Որ հիմա էլ ինչ-որ մեկը քեզ ուզում է, քո նման Սասունին էլի տանի մտցնի ռուսական կազմի մեջ, Ռուսաստանի կազմի մեջ։ Որը ես Կազմում չի, բա ինչ։ Ո՞նց ենք։ Այսինքն անկախ պետություն չենք ունեցել։ անկախություն ունեցել ենք, եղբայր։ Բայց կազմում ենք եղել։ Հայաստանի Հանրապետության պետական սահման ունենք ինչև էս։ Զտարյուն քպայական։ Զտարյուն քպայական ասում եմ։ Բաբա Սանչասես այ ճիճու։ Սերժ Սարգսյանի ոտերը Լվանում օրեկան խմում էիր։ Այն կենացները, այն հոդվածները, այն գովաբանությունը, որ դու անում էիր Սերժիկի համար։ Հիմա որ դնեն, ցեղդ կլացի վրեդ։ Փաստորեն, եթե վատ էր Ռուսաստանի կազմը, եթե ժամանակ դու Ռուսաստանի կազմի մեջ էիր, այդ Ռուսաստանի կազմի մեջ եղած պետության նախագահներ Սերժիկ Սարգսյանն էր, որ օրեկան են կեղտոտ ոտերը լվում ջուրը խմում էիր։ Այ փթիր։ Լավ չէ այն ժամանակը։
Համ լավ չէր, համ ոտերը լվում ջուրը խմում էի դարա։ Մի խոսքով սա է ԿՊ-ի դեմքը, դուք սա եք ընդունում, ԿՊ-ականներ, որովհետև գիտեք ինչի, դուք էլ եք նույնը, դուք էլ եք սենց, բարի ռուսերեն իմաստով։ Նա տեսի լսեք, մետը նկարվենք, հիշեք, Փաշինյան Նիկոլին բարև տվող, նկարվող, ամեն մեկը մի բան սպասում է Նիկոլից, հիշում եք, չէր եք ցույց տվեցինք, ամեն մեկի հետևը մի բան կա։ Всё նկարվեց։ Ուզում եմ հացն ռուսական մեքենայով համար եմ քշում, կարելի է ստիվիզնա գծնել, որ բոլորը իմանան, որ մեր հայերը Ռուսաստանը ձեր կողմից են։ Թե չէ շատ դուք որոշեք, դա ձեր սեփականությունն կարող է կպցնել։ Տուգանքի Նկարապետ, մի բան կպցնեն, ռուսականը համարներ եք, որ իմանան ես ձեր կողմից եմ։ Չկանոնացնեն։ Նկարնեց ցույց է տալու, չէ՞ որ համար աշխատել։ Մենք ասում ենք դուք որոշեք, ոնց ուզում եք կպցրեք, ուզում եք կպցրեք։ Չէ՞ որ կպցնում են մեքենայի վրա։ Չափն է կախված, փոքր չէ։ Եթե լսում ա խախտումներ բանալով, մոտ չափն է կախված։ Հասկացաք ում ինչ է պետք Փաշինյան Նիկոլից։ Սա էլ լսեք։ Քֆու չտակ։ Ես հերոստացույցով եմ հետևում, բայց բոլոր դեպքերում ես չեմ էլ ուզում մասնակցեմ իրանց արշավներին, որովհետև ես իմ հիմնական տեխնացուն ունեմ։ Իսկ դες հետաքրքիր օրինակ ինչ ծրագրեր են առաջարկում, ինչ խոստումներ են տալիս քաղաքացիներին։ Նրանց խոստումներին ես փոփոխություններ են առաջարկում, որպես չեմ էլ հավատում նրանց խոստումներին, եթե նրանք անող էին 30 տարի առաջ թող Ռոբերտ Քոչյանը կարողանար աներ, որ մեր երիտասարդես 4000, որ Նիկոլ Փաշինյանի վզին են փաթաթում 5000 զո եւ այլն, նախ 5000 չի 4000 է, եւ այդ ամբողջը 30 տարվա ընթացքում թող կարողանային Ղարաբաղի հարց լուծեին, ինքնավար մարզ սարքեին եւ այլ եւ այլ։ Բա, այ որ չեն սարքել ինքնավար մարզ։ Նիկոլը դրան բարա 4000 սպան է։ Հասկացաք։ Հա, իրանք են մեղավոր, որ ինքնավար մարզ չեն սարքել։ Չեն սարքել, դա Նիկոլը այդքան մարզ սպանել է։ Հա, 5000 չի, չմոռանաք, 4000 է։ Ընդեն մադրիդյան սկզբում կար եւ այլ 100 հարցեր կար, ես գրագետ մարդ եմ։ Դպրոցի Ամենայնպես մադրիդյան սկզբում անուն տվեց, հետո լսացի ես գրագետ մարդ եմ։ Դպրոցի տնօրենն է եղել։ Он тоже русскую школу скончался։ Դուք վերջը լսեք, հələ մի հայրեք, վերջն է կարևոր։ Նորեն մաշը ես լավ էլ գիտակցում եմ, թե երկրի ճակատագիրն ինչ է։ Կոպիտ չանչի, ես ոնց որ բերեցին գցեցին Նիկոլի գրպանը։ Բա 5000 չէ, 4000 զո բերեցին գցեցին Նիկոլ գրպանը, ինքը գրագետ տղա է։ Դպրոցի դիրեկտոր է եղել։ Բա Հիմա Նիկոլին կարող է դավաճ անել, ասեն ամեն բաներ կապեն Նիկոլի հետևից, բայց ես Նիկոլ Սապապենի սա չի Նիկոլին հարգում եմ, այս անգամ էլ որ Նիկոլը ընտրվեց, մեր երկիրը կփրկվի, որ այս անգամ էլ որ Նիկոլը ընտրվեց, մեր երկիրը փրկվելու է։ Ինչ է կարծում ոնց։ Որովհետև մենք ԵՄ գնալով Եվրոմիություն վիզաների ազատականացման խնդիր ունենք, տոմսը կառնենք, կգնանք մեր հարազատներին կտեսնանք կգանք։ Վերջ։ Այս անգամ է որ ընտրվեց, լավ է լինելու։ Գնալու ենք Եվրոմիություն, վիզաները ազատականացվի, տոմս առնենք գնանք մեր հարազատներին տեսնենք գանք։ Ես ասում եմ, սա մի քիչ խոսացեք Փաշինյան Նիկոլ ընտրողի, կհասկանաք ով ինչի համար է համաձայն, ում ոնց է խաբել եւ ով ինչի դեմ է վաճառում, այն ինչ որ վաճառում։ Մեկ ասենք որ գայիշնիկը իրեն չկանգնացնի, հա։ Մեկը ասենք, չգիտեմ, բարեկամն է իր մոտ աշխատում։ Մեկը գրագետ տղա է։ Գրագետ տղա է։ Մադրիդյան սկզբունքներ բան, հա։ Բայց իրան ընտրում է որ գնա։ Գնա առանց վիզա Եվրոպան տենա գա։ Երնագարվելու բանը։ Սա տղամարդ է, սա տունը մարդ հաղում։ Ասում սա իր երեխեքին, կնոջը, չգիտեմ, մարդը էլի բարեկամներ կունենա, սավի պատրաստ է ծախելու, ամեն ինչ մոռանալու, մենակ։ Եվրոպա իրան տանեն, հայվանս, տոմսը առնի, գնա Եվրոպան իր բարեկամներին տենա գա։ Բարեկամներին կարոտելա կամ բարեկամներին ինքը շատ ընդեղ պետք է։ Բայց լավ էլի, գնա Եվրոպա ֆրագա, վիզա չլինի։ Հələ հիմա էլ կադասնի մեզ վիզայի, արժի դու վիզա ստանալու համար
առանց վիզա թռնել համար երկիրը ծախես, այ անասում։ Մատի ցանկացած դեսպանատու խփեն քեզ վիզա էլի։ Եվրոպա գնալը մի տենց Ամերիկա գնալ չի։ Գնում են մարդիկ էլի։ Հասկացաք ու միշտ է դա գրկում։ Խոսացվեք ցանկացած նիկոլիստի։ Մի քիչ խոսացեք կհասկանաք ինչ է։ Ինչա ինքը փնտրում։ Ոսես նայում ես, արդյունքում հասկանում ես, որ սրա ընտրողները իրանից անբարոյական են։ Բահակարակ դեպքում իրան ոնց կընտրեն։ Հետ էլ որ իրանք են ասում, դա ես չեմ ասում։ Մենք ընդամենը մի քիչ երկար ենք լսում, միջև հայոյելը, ասում ենք հələ մի քիչ էլի խոսա, հասկանանք, էսա ինչ է ուզում, սա նպատակը կյանքից, ինչ է, բալամ։ Էս էլ եմ ուզում նայեք, էլի։ Մասկետը ինչ տղա ու արդեն օգնել է այդ հարցը նոր ճանաչել եմ պարոն Պապայանի հետ էլի ասես որ գլուխի չփոխել ուզում եմ ասել որ շատ մերսի ձեզ որտեղ երես 2015 թվականին եկել եմ հասկացել եմ որ չի կարելի այստեղ փոխել մի 4 տարի առաջ եկել եմ ու հասկացա որ Իսկ որ ոլորտում եք ներդրել ոլորտը գյուղատնտեսության մեջ թե չէ Երկնաձորում հիմա բան եմ սարքում residential complex Քանի բնակարան Դե հիմա այդ հարցն է խնդրեմ ձեզ տենց բացատրեմ որ մարզերում ամենամեծ խնդրեմը որ ես եմ նկատել ասենք հողը վերցնում եք չէ նպատակը փոխում եք ուզում եք փոխեք բայց կողքերի հողը այնպես պահ կա որ ասենք արտադրական են բայց ոչ մի չեն արտադրում այդ դեպքը պետք է լուծել այդ Իրանել ես այ հող ենք ուզում վերցնենք շրջաններում հող ենք ուզում վերցնենք շրջաններում նշանակությունը պետք է փոխենք ոնց անենք իրանել հողն է պետք եւ սա ներկայացնում է գիտեք ինչ որ Հայաստանում ինվեստիցիա է գալիս ասենք մի քանի բնակարան պետք է սարքի ծախել բայց իր նպատակը որ եկել է որ նշանակության այդ հողերի կարգավիճակը փոխի կոդը փոխի մեր մոտ կոդ են ասում Փորձեք ու տեսնեք ում ինչ է հետաքրքրում ով ինչի համար պատրաստ Փաշինյան Նիկոլի տակը պարկ է օրինակ Արտուր Աբրահամն էլ իր մոտիվացիան ուներ չէ որ դպրոցի անունը այդ դպրոցի անունով կոչի ասկի եթե չգնաք չպարկեր Փաշինյան Նիկոլի տակ կարծես մենք ասենք չգիտեմ չեն կարա իր անունով կոչենք էլ ենա Ենգի Բայրանի դպրոց ունենք չէ մեկն էլ կարող է ասել Արտուր Աբրահամի դպրոց էլ ինքը բայց չէ չսպասեց ասես գնա մի մատ լավ տակը պարկեմ ասեմ որ չարբախցիներն էլ քեզ շատ են սիրում թող նաղդելն է էլի մի բան էլ ասեմ այս տխմալին ինչի չեմ հավատում հա ասեմ ինչի չեմ հավատում ինքը հողն ասում առնի սա ներդրող չի իրեն հողն է պետք առնի կոդը փոխի ու ծախի իր նման մեկի վրա գիտեք ինչի ոչ մի ներդրող ոչ մի ընտրությունից առաջ չի գալիս ասի եկել եմ Հայաստանում ներդրում անեմ եկել Հայաստանում հող առնի էժան առնի արտադրական հողերը սարքի residential բնակարանային ու վաճառ դա էլ ներդրում անողն է ու սա ներկայացում է ճոխ ով է ներկայացնում խոսնակ Փաշինյան Նիկոլի ճիվախ մեդիա Համաշխարհային պրակտիկայում ոչ մի ներդրող ընտրություններից առաջ ամեն ինչ կանգնա, շուկան կանգնում է, այն էլ անշարժ գույքի շուկա։ Մեզ դեմ սա սարում է, ամեն ինչ սարում է, միշտ որպես կանոն, որտեղ մարդիկ ուզում են հասկանան, ով է ընտրվելու։ Ըստ դրա, ինչ հարկային տնտեսական քաղաքականություն է լինելու, որ նոր իրանք մեծ ներդրում անեն, թե չանեն։ Ընտրությունից առաջ ոչ մեկ ներդրում չի։ Սա օրենք Իսկ ստախմալ ընդամենը մատ հող էր ուզում խալել էժան ու հետո կարգավիճակը փոխել դե անբարոյականություն առանց սահմանների ուսակցության անդամներն են ես ուզում եմ ասել լսեք որ հասկանաք այս ամեն ինչը որտեղից է գալիս ժողովուրդ ջան սա հոգևոր հայրը ով է սա խոսույթները որտեղից է գալիս լսենք զիջում ես մասը մյուս մասը կարողանում ես պահպանել B Ոչինչ չես զիջում, փորձնում ես ամեն ինչ։ C մասը պահողները, մասը կրկողները հրճակվում են դավաճաններ, ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներ։
Ղարաբաղյան կարգավորման հարցում կոնգրեսի դիրքորոշումը ավելի հստակեցնելու համար, չխուսափելով նաև որոշ կողմնություններից, հարկ եմ համարում շեշտել, որ այդ դիրքորոշումը հիմնված է հետևյալ առարկայական օբյեկտիվ ելակետերի վրա։ Առաջին, առանց այդ խնդրի լուծման Հայաստանը եւ Ղարաբաղը զրկված են ապահովության, զարգացման, բարգավաճման որևէ հնարավորից։ Եղասկով, սկիզբն է կարևոր։ Որ պետք է զիջել, մի մասը պահելու։ Երբ որ դու չես զիջում, կորցնում ես ամեն ինչ, ու հերոս ես։ Եթե զիջում ես, կեսը տալիս ես ինչու մի բան պահում ես, քեզ ժողովուրդը համարում է դավաճան։ Այս մեթոդաբանությամբ աշխատեց Փաշինյան Նիկոլը։ Մենակ ստեղ իրան մենակ մեկ բան ասող չեղավ ստեղ։ Ու այս հպարտ տղեն, որ թիկունքում նստած է Հարամ Մանուկյանը, այսօր բուրըն քննադատում է Փաշինյան Նիկոլին, որը իրականացել է իր հոգևոր հոր, նաև իր հոգևոր հոր ծրագիրը։ Ճորիկը զիջել է ինչու մի բան պահելու համար։ Եվ ոչ մեկ իրեն չասեց, հələ իհարկե։ Մենք ոչ մի բանը չենք պատրաստում զիջել, հետո ասեց, որ մենք ամեն ինչ կորցրել ենք։ Մենք հայրենիք ենք վերականգնել։ Ու մենք չենք էլ պատրաստում զիջելու։ Բոլորովին։ Իսկ ով ասեց, որ թուրքը համաձայն է, որ դու կեսը տաս, մեզ կեսը մնա քեզ։ Այս կեղտո ծրագիրը փորձ է արվել իրականացնել դեռ 91 թվականից։ Բայց այն ժամանակ հայ ժողովուրդը ուրիշ ոգի ուներ, ուրիշ ոգու մակարդակի վրա էր, ուրիշ տղերք էին ղեկավարում իշխանություն, երկիրը, ու միայնակ ինքը չէր կարող այս ավերածություններն անել։ Դե լուրջ տղաներ կային։ Լուրջ, էլ չեմ ասում Վազգեն Սարգսյանի մասին։ Դեռ դաշտային հրամանատարներ էին աճել պատերազմի ժամանակ, որ ինտերնետ չկար, բան չկար, Facebook չկար, իրանք բաներ չէին կարդում, իրանք գիտեին ինչ են անում։ Իրանք հասկանում են մի բան, որ Հայաստանը պետք է լինի ուժեղ եւ հզոր, քուր ռադաքսիան սահմաններով, որ Արցախը կորցնելով մենք կորցնելու ենք ամբողջ Հայաստանը, որ Արցախն է Հայաստանի դարպասները։ Ու այս քարոզները այն ժամանակ չէր աշխատի։ Այնպես որ հիմա հասկացաք ով է սրա հոգևոր հայրը եւ այս քարոզչությունը երբանից է սկսվել։ Մասա պատասխանը լսեք։ Ես համարյա 70 տարեկանում չես ասի։ Ուրեմն 40 տարի առաջ մի հատ ճուրիմացությունների սաստավ մտավ Հայաստան, ես ճանապարհ ես անցել եմ ճուրիմացությունների հարամեցի մի հատ մարդկային կյանք, հայ ժողովրդի կյանքն են հարամել, միլիոնից ավելի փախան, ով մնացել աստեղ, որը Ռուսաստան, Եվրոպա, ես աշխարհ տեսած մարդ եմ, ալես, ես Եվրոպայել եմ եղել, 3 տարի Ամերիկայել եմ ապրել, բայց այն ինչ փառքի մեր երկիրն ա, ինչ արել են, քատներից կա, բայց այն անմեղ երեխեքի մեղքի տակից ոչ մեկ դուրս չի գալու, երև Աստված կա այդքան բան կասեմ, ասում եմ դիսակ պատասխան տամ։ Մարդկային մի հատ կյանք ուզում ենք այո 40 տարի է սրանք մշակված մեթոդաբար սպանում են մեր երկիրը ու դե դա չի ավարտվել բա մեր ձեռն է սա կանխելը չի ձևավորվել այն էլիտան որ կարող է պիտի կարողանար ժողովրդին ուղեկցել, դաստիարակել, խոսել, բացատրել եւ կանխել ես։ Չի ձևավորվել։ Եղել է միշտ այդ անհատները միշտ եղել են, կամ մեկուսացել են, կամ սպանել են, կամ լուսանցքային ասել են, կամ ստիպել են որ լռի, կոմպրոմատներով, փողով, բախեցնելով, չգիտեմ, սովի մատնելով, աշխատանքից զրկելով ամեն ինչով։ Ես չի որ մենք 30-40 տարվա մեջ ասող չենք ունեցել, հասկացող չենք ունեցել, ունեցել ենք հարյուրներով, հազարներով, բայց կարողացել են դրանց նեյտրալիզացնել, վախեցնել, սպանել, կաշառել։ Բավական է։ Մենք այդ ճոխությունը չունենք այլևս։ Հիմա էլ ինտերնետի դարա։
Մենք կարող ենք իրար հետ կապնվել աշխարհի ցանկացած տեղից։ Ցանկացած։ Ես որ նայում եմ այս ալիքի դիտողականությունը, որ նամակները որտեղից են գալի, իմ ջելոց չմոռանաք տարածել եւ գրեք որտեղից եք նայում։ Երբ որ նայում եմ, գրում եմ ինձ Սախալինից, հետո գրում են Հնդկաստանից, Աֆրիկայից, Սինգապուրից, Մալազիայից, չգիտեմ, Նորվեգիայից, Նոր Զելանդիայից, Սիդնեյից, ես սարսափում եմ այս աշխարհագրության վրա, բայց սա իրականություն է։ Ու սա հնարավոր է դառել նաև այս վերջի 40 տարվա այս քաղաքականությունից, որտեղ այդ գրողները զգում են, որ նոր սփյուռքի ներկայացուցիչներ են։ Դա այն 15 թվականի ցեղասպանության արդյունքում աշխարհում էքսպերտները չեն միայն։ Մենք հիմա իրավունք չունենք նույն բանը թույլ տալու, որովհետև այդ ռեսուրս չկա։ Էլ ռեսուրս չկա։ Ես միշտ զգուշացնում էի, որ այս ծառերի հատումը բերելու է էկոլոգիական աղետի հենց Երևանում։ Հիմա նույնիսկ եղած մնացած ծառերի վրա, ասում են, այսքան ворդ քաղաքի ծառերի վրա չի նշում։ Բայց պետքա լիներ։ Բայց երբ որ ծառ չկա, բացիկը որտեղ է գալու նստի, որտեղ է բուն դնելու, որտեղ է բազմանալու։ Եթե ծիժը չկա, բա ворդը ով է ուտելու։ Այդ ворդերը հենլելու են ծառերի վրա, եղած ծառերի վրա։ Հետո տեղափոխվեն այլ տեղեր, խոտեր, մարդկանց վրա։ Սա անխուսափելի հետևանքներ էր։ Ու սա ունի մի հատ հեղինակ, ՔՊ, որը մեթոդաբար դիտավորյալ ուղղակի մորթում է ծառերը։ Առանց բացատրության, առանց խճականությամբ սպանում է քաղաքը։ Հիմա հայ մարդ, այս տականքին դու ձեն ես տալու։ Դուք պատկերացեք ինչ է լինելու, երբ որ սկսեցին մեծ ամբողջ ընթացքով քանդել ամոթսարը։ Դա լինելու է Հայաստանի վերջը։ Այն ժամանակ այս ворթերը մեր աչքին չի երևալու։ Այն ժամանակ այն ինչ որ մենք հիմա խնդիրներ ունենք, մեր աչքին չի երևալու։ Դա լինելու է Հայաստանի վերջը։ Ոնց ասեմ, դա ատոմային ռումբ է։ Ու սրանք անելու են, որովհետև Արամ Սարգսյանն ասում է, ինչ կարևոր է մեր այդ ինչ կլինի, կամ թուրքերն ինչ կանեն, փողը լինի այստեղ, փող, արա, փող։ Մի երկու խոսք արագ ասեմ Իրանի, Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին ու վերադառնանք Հայաստան։ Լիբերմանը իրենց հանդիպության լիդերներից ասում է եւ փաստում է, որ շնորհիվ այս պատերազմի եւ Նետանյահուի քաղաքականության Իսրայելը վերածվել է բանանայի երկրի։ Ինչ ես ասում եմ։ Բանանայի երկրի Իսրայելը տարածաշրջանի ամենազարգացած, ամենաառաջադեմ, ամենահարուստ երկիրն է տարածաշրջանում։ Ամենահզոր։ Հիմա վերածվել է բանանայի երկրի։ Բայց սա վերջը չի։ Վերջը չի։ Եթե Նետանյահուին սան չկարողացան հանեն, ես չգիտեմ, չեմ պատկերացնում սա Իսրայելի վերջը ինչ է լինելու։ Միևնույն ժամանակ Իսրայելը Լիբանանում հերթական շտապօգնության մեքենան է։ Իսրայելը Լիբանանում շտապօգնության մեքենա է ռմբակոծում։ Շտապօգնության մեքենա։ Իրաց քաղաքականությունը վստահ եղեք, նույնիսկ եթե լիբերմաններն եկան իշխանության, շատ չի փոխվելու։ Դրա համար արդյունքում այսօր էլ Ֆրանսիան արգելեց բոլոր տեսակի մուտք ու ելքը Ֆրանսիայի քաղաքացիների ուղղակի։ Եվ այս ամեն ինչին հաջորդելու է նաև տնտեսական սանկցիաներ անշուշտ, բայց ես իշխանով զգում եմ եվրոպական շատ երկրներ մի քիչ ոտները կախ են գցում, որ հասկանան Իսրայելում մոտ 1-2-3 ամսվա մեջ պետք է ընտրություններ լինի։ Ինչ է լինելու, ո՞նց է փոփոխվելու, որ ըստ դրա երևի կողմնորոշեն, բայց 2-3 ամիսը շատ է, դեպքերը շատ արագ են զարգանում, եւ սրանք իրենց ռազմական հանցագործությունները ոչ միայն չեն դադարում, այլ ակտիվորեն շարունակում են։ Ես ուզում եմ այդ լսենք այս հрьяաներին, ինչ են ասում Արցախի եւ Հայաստանի մասին։ Լսենք։ Պորտնիկովնա,
ջհուդ, սիոնիստ, ռուսախոս, պատմաբան, գիտիլա պատմություն։ Тогда еще не было понятия азербайджанцев, тогда было понятие тюрки Азербайджан. А советский Азербайджан был интернациональной республикой. Кто был, по-вашему, по национальности первый секретарь ЦК Компартии Азербайджана тогда? Кто же интересно? Ну, как вы думаете? Ну, я не знаю. Ну, Армения. Да ладно. Конечно. Армения? Բա մեր սփյուռքի ընկերների համար բացած եմ ասում լսեք, այդպես երկիր չի եղել ընդհանրապես Ադրբեջան։ Դե եղել է Իրանի մաս։ Իսկ Ադրբեջան նույնիսկ ադրբեջանցի ժողովուրդ չի եղել։ Իսկ սովետական տարածքում, որը կոչեցին Ադրբեջանում, ասում այնտեղ ինքը բազմազգ բաներ էին։ Ժողովուրդներն ասում են, ինչ է կարծում առաջի իրանց բանը կուսակցության նախագահն է, որը ղեկավարում են ամբողջ տարածքը։ Ով էր, ինչ ազգեր։ Ինչ ազգեր։ Սա ռուսական մեդիա է։ Հայ, զարմանում ոնց հայ, հայ, ինչ։ Тогда это никого сильно не интересовало. А Нагорный Карабах, при том, что это была область армяно-заселенная, и там тоже было подавляющее большинство армянского населения, но это была область русскоязычная. Ինչ ասում։ Ասում են ժամանակ այդ որ հայեր բաներ ում էր հետաքրքրում, որտեղ հայերն այնքան մեծ տոկոս էին կազմում դե ու ամբողջ բիզնեսն էր իրենց ձեռքում։ Բիզնեսը ամբողջ հիմնական հարստություններն էր հայերի ձեռքում։ Եվ Արցախի մասին է խոսում։ Արցախը ասում է, որ հիմնական որ այդպես նահանգ էր կցված հայեր էին մեծամասնությունը, բայց ռուսախոս հայեր։ Потому что, естественно, что власти Советского Союза и Советского Азербайджана не стремились к развитию армянской идентичности у жителей этого региона. То есть эти люди чувствовали себя армянами, но очень часто не имели возможности быть такими армянами, как армяне, находящиеся в нескольких километрах Армянской ССР. То есть Սովետական միությունը ամեն ինչ անում էր, որ տարածքում ապրող արցախցիները այդքան չզգային հայ, ինչպես Հայաստանում ապրող հայերը։ Մնային ավելի շատ ռուսական դիրքում։ Условно говоря, в Горисе и в Шуше, и в Степанакерте говорили на разных языках в быту. В Горисе по-армянски в семьях, в Шуше или Степанакерте многие уже могли, особенно к 80-м, 90-м годам, говорить по-русски. Тем не менее, Ասում են սովետական շրջանում, ասում են Գորիսը կողքներ, հայերեն են խոսում, իսկ Շուշիում Ստեփանակերտում շատ էին խոսում ռուսերեն։ Դա ճշմարտություն է։ армянская идентичность настолько была серьезной и настолько поддерживаемой из самой Армении, что как только ослабел Советский Союз, Нагорный Карабах стал первой автономной областью, заявившей желание изменить свой статус. Բայց քանի որ հայկականությունը պահպանվում էր տարածքում, կապը կար Հայաստանի հետ։ Իսկ այդ մարդիկ իրանք իդենտիֆիկացիա պահեցին, մի բան որ Փաշինյան Նիկոլը ջնջեց։ Իհարկե հուսով եմ ժամանակավոր, վստահ եմ դրա վրա, բայց ոչ մեկ չկարողացավ հայերին դերից անել, բացի Փաշինյան Նիկոլից։ Սա լսենք։ Никакого Азербайджана в истории до 1917 года, ну вот до наступления советской эпохи, не существовало. Սա ուրիշ հրա պրոպագանդիստ նոր մի բան ասում, որ ոչ մի Ադրբեջան ընդհանրապես իջև սովետական միությունը չի եղել նման տարածք։ Ես հիմա չեմ ուզում ես ամբողջ հաղորդումը դες ուստամ, ուղղակի սա կտորը կարող եք գտնել նայել, որ Փաշինյան Նիկոլ ուզում է տեղով աստված դառնա, իր համար էլի, պատմությունը չի կարող փոխել։ Բացարձակապես։ Սնստենք։ Ամ լապա չեմ տենում վիգերս։ Պետք է հանդիպեմ Փաշինյանին, կարգի մարդ կա հանդիպեմ հələ Փաշինյանին։ Ինչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս։ Ես չեմ ուզում։ Փաշինյանը արդեն չտեսնա։ Տարավետ քաների խորցը գլոխը կերավ։ Հիմա ամբողջ օրը ընկած Ալիևի մեկ Էրդողանի գիրկն ընկած։ Ոտը ընկած լիզմը։ Ես նայում լապա չեմ տենում վիգերս։ Պետք է հանդիպեմ Փաշինյանին, կարգի մարդ կա հանդիպեմ հələ Փաշինյանին։ Կասեմ դավաճ անես։ Չեմ ուզի հանդիպեմ։ Ճանապարհս կփոխեմ։ Վերջ։ Չի վախ։ Մասալը սա շատ ունիկալ է, շատ կարևոր է։ Պետական դավաճան։ Ես տենց հարցերի չեմ պատասխանում։ Ժամանակը ամեն ում եք համարում պետական դավաճան։ Ես տենց հարցերի չեմ պատասխանում։ Ժամանակը ամեն ինչ իր տեղ կդնի, որ
փաստորեն ցույց կտա։ Ինչ եք կարծում, ով է ինքը, ես միանգամից կարող եմ ասել ինքը ով է, բայց լսենք։ Բայց դավաճանները նրանք են, ով այսօր ուզում է այս երկիրը պետականությունը խորդի ու տանի ռուսի տակ էլի մտցնի։ Եղել ենք 200 տարի եղել ենք։ Մերսի, շատ շնորհակալ եմ։ Հասկացաք ես ոնց է կարողացել այս կարգի մարդկանց խափի, որ սրանք ուզում են երկիրը տանեն մտցնել ռուսի տակ, իբր թե երկիրը ռուսի տակ չի։ Մենք հենց խոսենք ով է դավաճանը։ Երկու բան այս նյութի վերաբերյալ դες պետք է ասեմ։ Որ Նիկոլա որոշ մարդկանց մասով հասել են արդյունքի, որ համոզել է, որ սրանք ձեզ ուզում են տանել մտցնել Ռուսաստանի տակ։ Ես ասում եմ, չէ, ռուսականից օպերացիան ինչու՞մն է կայանում։ Օգնությունը Նիկոլին։ Ռուսաստանի օգնությունը կայանում է Նիկոլին, որ ինքը ստեղծում է մի հատ կերպար, որ Նիկոլը ասի, վախացնի ասի, ձեզ ուզում են տանել մտցնել Ռուսաստան։ Որտեղից եք եկեք դուք դուրս չելեք։ Երկրորդը ամենակարևորը այս պարագայում, որ տիկինը ամաչեց, որ ինքը Նիկոլական է, որ ինքը հասկացավ ումի նկատի ունեն ասելով դավաճան, ասես պատմությունը դեռ ցույց կտա։ Տիկին ջան, պատմությունը արդեն ցույց է տվել։ Եվ ամենակարևորը, որ ինքը դիսկոմֆորտի մեջ էր, որ ինքը Նիկոլ Փաշինյանի աջակիցը։ Այսինքն դուք պետք է ամաչեք ուղղակի։ Ես մինիմալն եմ ասում, իսկ եթե մի քիչ խորը մտածեն, դուք հանցագործեք։ Դուք եք մարդիկ եք, որ թքած ունենաք ինչա կատարվել, ասենք 44 օրյա պատերազմի ժամանակ։ Դուք եք մարդիկ եք, որ թքած ունենաք այն արդյունքների վրա, որ Փաշինյան Նիկոլեսով բերել հասցրել է երկրին։ Սա մենակ ամաչելու բան չի։ Սա պետք է հաջորդի նաև պատասխանատվությունը։ Այնպես որ տիկնակ եւ պարոնեք Նիկոլ աջակցողներ, պատրաստ եղեք։ Պատմությունը դեռ ցույց է տալու է, դեռ ոչ թե ցույց է տալու, պատմությունը դեռ պահանջելու է պատասխանատվություն։ Համաձայն եք Փաշինյանի հետ, որ Արցախը թակարդ էր, որից հիմա դուրս ենք եկել։ Ոնց կարելի է դրա հետ вообще вот не укладывается ни в голове, ни в сердце. Հասկանում եք ինչ ձևակերպում ասես, ոնց կարելի է այդպես բան մտածել, ասես, չի տեղավորվում ոչ գլխիս, ոչ սրտիս մեջ։ Ինչ անկեղծ է խոսում։ Այսինքն սիրտ եւ գլուխ ունեցողի մոտ դա չի տեղավորվի։ Ու մոտ դա տեղավորվում է։ Ոչ գլուխ ունի, ոչ սիրտ։ Դա համար եմ ես ասում դրանց բիոթափոն։ Биологиական թափոն։ Это просто величайшее преступление перед народом. Հանցագործությունը ժողովրդի նկատմամբ։ Ազատ չեմ խոսում հայերեն, բայց это рана, которую невозможно переварить невозможно. Ասում եմ դա մի ցավ է, դա մի վերք է, որ հնարավոր չի դա մարսել։ Հասկանում եք։ Մեր մոտ ժամանակին բան կար, չէ, որ թե ռուսախոսը ինքը քաղքենի է, ինքը հայ չի, ինքը, չգիտեմ, ռուսացած հայ է, չէ, դու զգում եք։ Զգում եք։ Он преступник. Հանցագործ է։ Ինչու է նման հայտարարություն անում երկրի ղեկավարը։ Ինչ կարելի է անել, չհասկացա։ Ինչու է նման հայտարարություն անում։ Հայտարարություն։ Նման բան ասում, ինչու է նման բան ասում Փաշինյանը։ Ինքը հիմա ինչ ասում, он будет оправдываться всеми путями. Մի խոսքով ասում եմ, դա պետք է արդարանա բոլոր հնարավոր ձևերով, ոչ ասի ես հանցագործ եմ։ Ում եք համարում պետական դավաճան։ Նիկոլ Փաշինյան։ Ինչով կա։ Դե որովհետև հողերը հանձնեց, ժողովրդի վիճակը լավ չի, ինչքան ուզում է ասի, չգիտեմ, ես արեցի, այն արեցի, կարճ ասեմ, բայց երբեք այսքան վատ չենք ապրել, ասեմ ձեզ, 60 տարեկանում, երբեք այս կարգի չենք տանջվել հանապազորյա հացի համար, ոնց որ հիմա ենք տանջվում։ Ես ուզում եմ այս կարճ բանը լսենք, չվրազեք։ Ախպեր դու հիմա կողմնորոշ Նիկոլի կողմից ես թե Քոչարյանի։
ասում եմ ճշմարտության կողմից եմ, արդարության կողմից եմ, պետության ու պետականության անկախության կողմից եմ, Հայաստանի հզորացման կողմից եմ, իմ մտահոգությունները, իմ անհանգստությունները, պետության, պետականության, պետության անկախության, պետության ուժեղացման, հասարակության առողջացման, ժողովրդի համերաշխության, հայ ազգի միասնության համարա միայն ու միայն։ Ինձ մի տեղավորցրեք ոչ մի ուժի մեջ։ Ախպեր դու Հասկանում եք, որ այս սրա մեջ է տեղավորված։ Ի սկզբանե, որ Փաշինյան Նիկոլ ասեց, ի սկզբանե հիշում եք 6 ամիս ասեց, որ այս ընտրությունը լինելու է իրա ու Քոչարյանի մեջ։ Որտեղ ինքը այս ֆորմատի մեջ է իրան ուշեր զգում։ Եվ ամեն ինչ արվում է այս ֆորմատը պաշտպանելու համար։ Այդ Ռուսաստանի օգնությունը, որ ես ասում եմ, հենց այս ֆորմատը ուժեղացնելու եւ ավելի ռեալիստիկ դարձնելու համար է։ Դա ես մարդուն ասում դու նա կողմից ես, դա նա կողմից ես։ Խի այ հորթեր։ Այնտեղ եւս 17 կուսակցություն կա, այլ մարդ չկա, դե։ Բայց չէ։ Պատվերը այտենց է եկել։ Կամ այս կողմից պետք է լինես, կամ այն կողմից։ Նույնիսկ այն հանգամանքի վրա թքած ունենալով, որ իրանք իրար հետ նույն հարսանեկին են նայում։ Իրանք իրար, այսինքն այնքան մտերիմ են, որ մեկը մեկի ամենանվիրական օդեջինա ներկալին։ Ժողովուրդ, մեկ մեր թշնամուն հարսանեկի չեն կանչում, մեր զավակները, ասեմ ավելին, մենք նույնիսկ ամեն մարդու, եթե նույնիսկ թշնամի չի չեն կանչում, մենք կանչում ենք ամենամտերիմներին, որոնց հետ խորը կապող բաներ կա։ Մեր այդ կարևոր միջոցառումների ներկա լինելու։ Իսկ սա, վերջին որ ձեզ ուզում եմ ներկայացնեմ, սա Շտուտգարտի շտատ օպերայում է լինելու ներկայացումը Աթաթուրքի մասին։ Մուստաֆա Քեմալ լեգենդ։ Կեսմեք։ Շտուտգարտ, շտատ օպերայում Աթաթուրքի մասին որպես լեգենդ պետք է ներկայացվի օպերա։ Ես հիշեցնեմ, որ նույնիսկ այս վերջերս թուրքերն այնքան են ակտիվացել, որ հայոց ցեղասպանության մասին լսումներն են իրանք աչքերում, ֆիլմերի ցուցադրումն են իրանք աչքերում, թանգարանային նմուշների ցուցադրությունն են իրանք կարողանում հասնել աչքերում, հոդվածների ջինջերը։ Մի բան որ եղել է, զուգահեռ իրանք կարողանում են ցեղասպանի, ճանաչված ցեղասպան այնքը, փաստացի ներկայացնել որպես լեգենդ, որտեղ Գարտում Գերմանիա։ Այսինքն Գերմանիան ինձ համար եւ դա տենց է, դա երաշտության երևի տարածման ռոպագանդայի մայրաքաղաքը ամենակարևոր երկիրն է։ Ամենակարևոր երկիրն է Եվրոպայում Գերմանիան ամենակարևոր երկիրն է դասական երաշտության համար։ Չի նշանակում որ Լոնդոնը պակաս կարևոր է կամ Փարիզը, Վիեննան պակաս կարևոր է։ Չէ, Գերմանիան դա ասենք Սլովենիան չի էլի, շատ դուրջ երկիր է եւ շտաց օպերայում Շտուտգարտում սենց բան ներկայացնելը դա հաջորդ քայլով կարող մետրոպոլիտենում ներկայացնել։ Խնդիր չկա արդեն։ Վենայի շտաց օպերայում ներկայացնեն, Փարիզ օպերայում ներկայացնեն, Կովենտ Գարդեն տանեն Լոնդոն, էլ խնդիր չի լինի։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է որ հայկական դիվանագիտություն չկա։ Չկա։ Որովհետև սա կասեցնելը մեկ անգամ մեկ պետք է լիներ։ Սա փորձերը սկսելուց արդեն պետք է ամեն ինչը կասեցվեր։ Հայտարարվել եւ պրոդյուսերներին, եւ փողվերցնողներին, եւ թատրոններին։ Հա, նշանակում է որ Գերմանիայում եթե դեսպան ունեք, ինքը խոտակեր է։ Ես թքած ունեմ իր անազգանը ինչա։ Ինքը նստած խոտ է ուտում, եթե չի կարողացել կասեցնել սա։ Բնականաբար սա չէր կասեցվելու, որովհետև թուրքամետ իշխանությունը այդ հրամանը իրան չէր տալու, բայց դա իրան չի ազատում պարտականություններից։ Հա։ Իսկ այսօր կարծացի դե նորմալ է Գերմանիայում 3 միլիոն թուրք ապրում, ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի։ Բոլորովին կապ չունի։ Հայաստանում 3 միլիոն հայ ապրում, բայց նրանք ուզում են Անդրանիկի Նժդեի արձանը Հայաստանում հանել տան։
Հայաստանում։ Նեցոր գերմանացիների թուրքերի քանակը Գերմանիան ոչ մի բան չի նշանակում, որ իրենք կարող են ցեղասպանի, նույնիսկ այն լեգենդ ներկայացնող օպերա կարողանան դեմադրել, կարող են, եթե դիմադրություն չկա հակառակ կողմից, եթե դիմադրություն չկա հայկական կողմից, ինչ խնդրեմ ունեն, այնքան փող են տվել եւ այդ թատրոնին, եւ այդ պրոդյուսերներին, եւ այդ երկիշներին միլիարդով փող են տվել, որ դա լինի, ես ասեմ, որովհետեւ ամենաբարձր հոնորարներն էին պատրաստալու Եվգենի Կիսինին, որ նա նվագեր, Թուրքիայում նա չի նվագել, ամենաբարձր հոնորարները մերժել, ասել է ես ցեղասպան երկրում, քանի դուք չեք ընդունել, Հրեա Կիսինը, ես չեմ նվագի։ Սա որպես եկիտություն ժողովուրդ չէ։ Երբ որ դու հրաժարվում ես քո իրավունքներից, ոչ թե դու դառնում ես ավելի ցիվիլ, չէ, դու այդ պահից դառնում ես զոհ, ուղղակի զոհ։ Այնպես որ իրավունքներին տետ կանգնելը դա ոչ թե պատվի հարց է, չէ, դա անվտանգության հարց է, դա քո անվտանգության բարձիկն է, դա քեզ պաշտպանող գոտին է քո իրավունքները։ Հենց դու հրաժարվում ես քո պաշտպանող գոտից, դու տեղում դառնում ես զոհ, որովհետև ըստ այս նոր քաղաքականության Քեմալ Աթաթուրքը պաշտպանել է թուրքերին հայկական կոտորածներից, հայերի կոտորածներից։ Այնպես որ պատրաստ եղեք, դեռ մենք չգիտենք ինչ հարձակումներ է լինելու Հայաստանի վրա, հայ ժողովրդի վրա, եթե մենք թողենք հանկարծ այս ճիվաղը վերարտադրի։ Տեսնում եք աշխարհը ինչ փոքր է, տեսնում եք ամեն ինչ ինչքանով է կապնված իրար։ Իսկ Գերմանիայում գտնվող հայկական կազմակերպությունները ես կոչ կանեի ամենայն լրջությամբ խայտարականել Շտուտգարտի օպերային իր ամբողջ կազմին գտնել միջոցներ խափանելու այս միջոցառումը։ Սա հայ ազգի խարանը կլինի, եթե սսման լինի Գերմանիայում։ Խարանը նշանակում է հայ մարդ չի ապրում Շտուտգարտում։ Այդ օրը, եթե հանկարծ ոչ մի բան չլինի կանգնեցնել, շուտ այդ պրիմերայի օրը պետք է փակել այդ բանը։ Փողոցները չթողել ոչ մեկին պլակատներով ցեղասպանության, չթողել ոչ մեկին ներս մուտք գործի Շտուտգարտի օպերա։ Խայտարականել այդ պրեմիերան, որ ամբողջ Գերմանիան ցնցվի, ոնց։ Արա մենք ենք այս ցեղասպանության գլխին կանած։ Փաստորեն մենք համակազմակերպիչներս ցեղասպանություն իրականացնողի բան ենք անում, ստե պրեմիերն ներկայացնում ենք որպես լեգենդ, գտեք ձևերը։ Ես տեսեք ոտքի վրա եմ հորինում այս ամեն ինչը։ Կամ մենք կպաշտպանվենք, խայտարականենք, կամ կդառնանք զոհ հաջորդ իսկ քայլով։ Որովհետև լինելուց հետո արդեն մնացած ուշ է, կասես նրա պետք։ Դե սպասում եմ գործողություններին։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։